Նա հասավ այդ առանձնատունը, ձեռքում բռնած մի ճամպրուկ, ցավոտ անցյալ հայացք, որը թույլտվություն չէր հարցնում զգալու համար։ Նրան իսկապես ոչ ոք չէր նկատում, մինչ նրա հայացքը չհանդիպեց մեկ ուրիշի, աշխարհը կարծես կանգ առավ։ Տանը, որտեղ ամեն ինչ լռություն կանոններ էին, գաղտնի սկսեց աճել մի վտանգավոր ցանկություն։ Եվ երբ Տերը վերջապես նրան տեսավ, ոչ թե դայակի, այլ կնոջ կարգավիճակով, եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Այդ առօրյայի մեջ խորը լռություն կար։ Ոչ թե հանգիստ առավոտվա մխիթարական լռությունը, այլ այն դատարկությունը, որն արձագանքում է առանձնատան լայն միջանցքներով, որտեղ մարդիկ ապրում են մոտիկ, բայց երբեք իրականում չեն շփվում։ Մարինեն լավ գիտեր այս տեսակի լռությունը։ 2 տարի շարունակ այն նրա կյանքի անընդհատ սաունդթրեքն էր։ 2 տարի էր անցել այն օրվանից, երբ նա առաջին անգամ ոտք էր դրել Երանի կենտրոն թաղամասի այդ շքեղ առանձնատան դարպասից ներս, իր հետ տանելով միայն փոքր ճամպրուկ հսկայական հույս վերակառուցել իր կյանքը գյուղից հեռու։ Նա 23 տարեկան էր, երբ եկավ, բայց կարծես տասնամյակների հասունություն էր կրում իր շագանակագույն աչքերում, որոնք աշխարհը տեսնում էին հազվագյուտ զգայունությամբ։ Նա Գյումրիից էր, որտեղ մեծացել էր, օգնելով մորը կրտսեր եղբայրների ու քույրերի հետ, այն բանից հետո, երբ հայրը հեռացել էր, առանց հասցեի բացատրությունների։ Մարինեն վաղուց էր սովորել, որ ուրիշների մասին հոգալը իր բնական կոչումն էր, նույնիսկ եթե դա նշանակում էր հետաձգել իր սեփական երազանքները։ Մանկավարժական համալսարանը մնաց հետոյի համար։ Ընկերները, սիրավեպերը, ամեն ինչ դադարեցված էր, մինչ նա ստանձնում էր պարտականություններ, որոնք իրենը չէին իրավունքով, բայց որոնք նա ընդունում էր սիրով։ Երանում դայակ աշխատելու հնարավորությունը ծագեց ընտանիքի ծանոթի միջոցով, Մարինեն դրանում տեսավ հնարավորություն, հեռվից օգնելու մորը, գուցե բավականաչափ գումար հավաքելու, մի օր ուսումը վերսկսելու համար։ Աշխատավարձը առատաձեռն էր, շատ ավելի բարձր, քան սպասում էր։ Աշխատատեղը պահանջում էր լիարժեք նվիրում, բնակություն տանտերերի տանը հատուկ խնամք 5 տարեկան երեխայի նկատմամբ, ով ըստ գործակալության նկարագրության զգացմունքային խնդիրների պատճառով կրկնակի ուշադրության կարիք ուներ։ Այն, ինչ ոչ ոք չէր ասել նրան, շքեղության ծանրության մասին էր, երբ դու ապրում ես դրա մեջ, առանց այն ունենալու։ Առանձնատունը տպավորիչ էր, իր 3 հարկերով, ջեռուցվող լողավազանով, այգիով, որն ավելի շատ մասնավոր զբոսայգի էր հիշեցնում, հայտնի մասնագետների կողմից ձևավորված սենյակներով, պատերին արվեստի գործերով, անթերի մաքրության ու լավ ներդրված փողի այդ բնորոշ հոտով։ Մարինեն հարմարավետ սենյակ ուներ 2-րդ հարկում, տղայի սենյակին մոտ, անհատական լոգարանով, այգու տեսարանով։ Դա ավելի շատ տարածք էր, քան երբևէ ունեցել էր իր կյանքում։ Եվ, այնուամենայնիվ, նա ամեն օր ավելի փոքր էր զգում իրեն։ Գուցե դա այն պատճառով էր, որ ոչ ոք իրականում չէր տեսնում նրան։ Տնտեսուհին, տիկին Ցելյան, քաղաքավարի էր, բայց հեռու, չափազանց մտահոգ իր սեփական պարտականություններով։ Վարորդը, պարոն Բենեդիկտը, հեռվից էր ողջունում, բայց հազվադեպ էր խոսում։ Խոհարարուհին, Ժաննան, բարի էր, բայց միշտ շտապում էր։ Իսկ տանտերը գրեթե առասպելական կերպար էր այդ տանը։ Հենրիխ Ալմեիդա, 38 տարեկան, երկրի ամենահաջողակ գործարարներից մեկը տեխնոլոգիայի ներդրումների ոլորտում։ Մարինեն նրան տեսնում էր ամեն օր, բայց դա նման էր թանգարանի հեռավոր նկարին նայելուն, պաշտպանված անտեսանելի թավշյա պարաններով, որոնք պարզ էին դարձնում, թե որտեղ էր ավարտվում իր աշխարհը, որտեղ էր սկսվում նրանը։ Նա վաղ էր դուրս գալիս, ուշ էր վերադառնում, անցնում էր միջանցքով, բջջային հեռախոսը ականջին կպած, ողջունում էր շեղված շարժումով, շարունակում իր մասնավոր գրասենյակ կամ սենյակ։ Հանգստյան օրերին, երբ տանն էր, նա բացական ներկայություն էր, միշտ աշխատում էր, միշտ զբաղված էր, միշտ այլ վայրում էր, նույնիսկ երբ ֆիզիկապես ներկա էր։ Մարինեն նույնիսկ չգիտեր, թե արդյոք նա հիշում էր իր անունը։ Հավանաբար ոչ։ Հենրիխ Ալմեիդայի համար նա պարզապես Գաբրիելի դայակն էր, աղջիկը, ով հոգ էր տանում իր որդու մասին, մինչ նա ֆինանսական կայսրություններ էր կառուցում, պահպանում հաջողակ մարդու անթերի սոցիալական տեսքը։ Եվ Մարինեն դա հասկանում էր առանց վրդովմունքի։ Ի վերջո, նրան վճարում էին աշխատանք կատարելու համար, ոչ թե նկատվելու համար։ Խնդիրն այն է, որ մարդկային սիրտը չի հասկանում այդքան պարզ բաժանումներ։ Գաբրիելը տարբեր էր։ Տղան հիմա 7 տարեկան էր, անկանոն շագանակագույն մազերով, հոր նման աչքերով, բայց անսահմանորեն ավելի արտահայտիչ, զգացմունքային կարիքով, որը ցավ էր պատճառում տեսնելը։
Առաջին օրերին Մարինեն նկատեց, որ տղան անընդհատ փորձում էր իր սահմանները, կարծես սպասելով, որ նա, ինչպես մյուս բոլոր դայակները, որոնք անցել էին այնտեղով, կհրաժարվի իրենից։ 2 տարում 6 դայակ էր փոխվել, ինչպես տիկին Ցելյան ասել էր նրան հոգնած հոգոցով։ Բոլորը մնում էին մի քանի ամիս, նախքան հրաժարական տալը, պատճառաբանելով, որ աշխատանքը չափազանց ծանր է, կամ որ երեխան անհնար է։ Մարինեն հայտնաբերեց, որ Գաբրիելը անհնար չէր։ Նա պարզապես վախեցած էր։ Վախեցած կապվելուց, նորից լքվելուց։ Վախեցած սիրտը բացելուց, տեսնելուց, որ այդ մարդը դուրս է գալիս դռնից, ինչպես մյուս բոլորը։ Եվ թե ոչ ոք բացահայտորեն չէր խոսում դրա մասին, Մարինեն զգում էր խոսակցությունների տողատակերում, լարված լռություններում, որ այնտեղ ցավալի պատմություն կար, մի կորուստ, որը խորապես նշանավորել էր այդ տունը, հատկապես այդ տղային։ Անսահման համբերությամբ Մարինեն շահեց Գաբրիելի վստահությունը։ Ոչ թե դատարկ խոստումներով կամ չափազանց շատ քնքշանքներով, այլ անընդհատ ներկայությամբ։ Նա այնտեղ էր ամեն առավոտ, երբ նա արթնանում էր, օգնելով նրան ընտրել հագուստը, լսելով նրա բողոքները դպրոցի մասին, ծիծաղելով անհամբեր կատակների վրա, որոնք նա պատմում էր միայն նրան ժպտալ տեսնելու համար։ Նա այնտեղ էր կեսօրին, օգնելով տնային աշխատանքներին, խաղեր հորինելով այգում, պատմություններ կարդալով զվարճալի ձայներով, որոնք նրան բարձրաձայն ծիծաղել էին տալիս։ Եվ նա այնտեղ էր գիշերը, երբ վախերը գալիս էին մթության հետ միասին, նստած նրա մահճակալի եզրին, բռնած նրա փոքր ձեռքը, մինչ քունը կգար։ Աստիճանաբար Գաբրիելը սկսեց նրան կանչել ոչ միայն անունով, այլ քնքշանքով։ Վազում էր նրան գրկելու, երբ դպրոցից էր գալիս։ Նրա կարծիքն էր հարցնում ամեն ինչի մասին։ Հատուկ նրա համար արված նկարներ էր պահում։ Եվ ամենախոցելի պահերին, գլուխը դնում էր նրա ուսին մեղմ շշնջում, որ վախենում էր, որ նա էլ կհեռանա։ Մարինեն միշտ նույնն էր պատասխանում, նայելով նրա աչքերին իր ողջ անկեղծությամբ։ Ես ոչ մի տեղ չեմ գնա, Գաբրիել։ Ես այստեղ եմ։ Եվ կշարունակեմ այստեղ մնալ։ Եվ հենց այս անկեղծ սերը, տղայի բարեկեցությանը նվիրված այս բացարձակությունը սկսեց անհանգստություն պատճառել մեկ ուրիշ մարդու, ով գրգռիչ կանոնավորությամբ էր այցելում այդ տուն։ Վերոնիկա Սամպայո, Հենրիխ Ալմեիդայի ընկերուհին։ 35 տարեկան կին, անթերի շիկահեր, միշտ հագնված այնպես, կարծես պատրաստվում էր ամսագրի համար կեցվածք ընդունել, այդ ուսումնասիրված ժպիտով, որը չէր հասնում սառը աչքերին։ Վերոնիկան հայտնվում էր հանգստյան օրերին, սովորաբար շաբաթ կեսօրին, անմիջապես սկսում էր քննադատել ինչ-որ բան, տան ջերմաստիճանը, հյուրասենյակի ձավորումը, տիկին Ցելիայի կողմից ծաղիկների դասավորությունը։ Աշխատակիցների հետ վարվում էր արհեստական քաղաքավարությամբ, որը հազիվ էր թաքցնում արամարանքը։ Իսկ Գաբրիելի հետ նա ավելի վատն էր։ Հետաքրքրություն էր ծածնում, մեխանիկական հարցեր էր տալիս դպրոցի մասին, թանկարժեք նվերներ էր առաջարկում, որոնց տղան հազիվ էր դիպչում, իսկ հետո հեռանում էր թեթացած հոգոցով, կարծես ձանձրալի պարտականություն էր կատարում։ Գաբրիելը չէր սիրում Վերոնիկային։ Դա ակնհայտ էր բոլոր նրանց համար, ովքեր ուշադրություն էին դարձնում, բացի Հենրիխից, ով կարծես անտեսում էր իր ընկերուհու որդու միջ լարվածությունը, անտեսելու տպավորիչ կարողությամբ այն, ինչ չէր ուզում տեսնել։ Ամեն անգամ, երբ Վերոնիկան ներկա էր, Գաբրիելն ավելի լուռ էր դառնում, ավելի մեկուսացած, անխուսափելիորեն փնտրում էր Մարինեին, խնդրելով մնալ իր սենյակում, հեռու հյուրերից։ Եվ հենց այս լարված շաբաթներից մեկի ընթացքում Մարինեն սկսեց նկատել մի բան, որը նրան խորապես անհանգստացրեց։ Վերոնիկան դիտում էր նրան։ Ոչ թե պատահական հետաքրքրությամբ, այլ հաշվարկող հայացքով, ինչպես մեկը, ով գնահատում է պոտենցիալ սպառնալիքը։ Սկզբում Մարինեն կարծում էր, որ պատկերացնում է։ Ի վերջո, ինչ պետք է վախենար Վերոնիկա Սամպայոյի նման մի կինը, հարուստ, բարդ, Երանի ամենացանկալի տղամարդկանցից մեկի ընկերուհին, մի պարզ դայակից, ով գյուղից էր եկել։ Բայց հայացքները շարունակվեցին։ Եվ գծու խոսքերը նույնպես։ Ակնհայտորեն անմեղ մեկնաբանություններ այն մասին, թե ինչպես էր Գաբրիելը շատ կապված դայակի հետ, թե ինչպես դա առողջ չէր, թե ինչպես երեխաները պետք է սովորեն այդքան կախված չլինել աշխատակիցներից։ Հենրիխը լսում էր ամեն ինչ այդ չեզոք արտահայտությամբ, որը նա ընդունում էր, երբ չէր ուզում ներգրավվել կենցաղային կոնֆլիկտներում, Մարինեն խոնարհում էր գլուխը, զգալով, թե ինչպես են այտերը այրվում ամոթից։ Մի կեսօր Վերոնիկան ավելի հեռուն գնաց։ Նա նստած էր հյուրասենյակում, թերթելով ձավորման ամսագիր, մինչ Գաբրիելը Մարինեի հետ խաղում էր այգում։ Հենրիխն աշխատում էր գրասենյակում։
Տանը սովորական լռություն էր, որը խախտվում էր միայն տղայի ծիծաղով, որն արձագանքում էր բաց պատուհանից։ Վերոնիկան մի քանի րոպե դիտեց տեսարանը, շրթունքները սեղմած անհավանության բարակ գծի մեջ։ Ապա նա վեր կացավ, մոտեցավ այգուն, կանչեց Գաբրիելին այդքան քաղցր ձայնով, որ անկեղծ չէր կարող լինել։ Գաբրիել, սիրելիս, չես կարծում, որ ժամանակն է ներս մտնելու։ Այսպես խոտի վրա խաղալով կկեղտոտվես։ Տղան նայեց նրան, ապա Մարինեին, ակնհայտորեն չցանկանալով հնազանդվել։ Մարինեն, զգալով լարվածությունը, մեղմ ժպտաց նրան։ Մի փոքր ներս մտնենք, Գաբրիել։ Հետո կարող ես շարունակել խաղալ։ Գաբրիելը հնազանդվեց, բայց նախ չբռնեց Մարինեի ձեռքը ուժեղ, կարծես նրան անհրաժեշտ էր այդ ֆիզիկական կապը, ապահով զգալու համար։ Վերոնիկան նկատեց այդ ժեստը նեղացած աչքերով։ Ավելի ուշ, երբ Գաբրիելը զբաղված էր իր սենյակի խաղալիքներով, Վերոնիկան Մարինեին մենակ գտավ խոհանոցում, մի բաժակ ջուր վերցնելիս։ Կինը ներս մտավ անձայն քայլերով, հենվեց սեղանին, ծալեց ձեռքերը, ուսումնասիրելով Մարինեին այնպիսի ինտենսիվությամբ, որ աղջիկը իրեն մերկացած զգաց։ Դու դեռ նոր ես այստեղ, չէ՞։ Նկատի ունեմ, համեմատած մյուս դայակների հետ։ Մարինեն գլխով արեց, անհարմար զգալով մոտիկությունից այն տոնից, որը քողարկված հարցաքննություն էր թվում։ 2 տարի։ Վերոնիկան բարձրացրեց հոնքերը, անկեղծորեն զարմացած։ 2 տարի։ Ախ, դու իսկապես երկար մնացիր։ Մյուսները երբեք 6 ամսից չէին անցնում։ Դու պետք է ինչ-որ առանձնահատուկ բան ունենաս։ Մեկնաբանությունը հաճոյախոսություն էր թվում, բայց տողատակերում թույն կար։ Մարինեն նկատեց, բայց ընտրեց անտեսել, պահպանելով քաղաքավարի չեզոք արտահայտությունը։ Ես շատ եմ սիրում Գաբրիելին։ Նա հրաշալի տղա է։ Վերոնիկան կարճ, անզգա ծիծաղ արձակեց։ Հրաշալի։ Ինչ հետաքրքիր բառ։ Այստեղով անցած մարդկանց մեծ մասն այլ բառեր կօգտագործեր։ Բայց այնուամենայնիվ, յուրաքանչյուրն իր ուզածն է տեսնում, չէ՞։ Նա դադար տվեց, թույլ տալով լռությանը ծանրություն կրել իրենց միջ, նախքան շարունակելը, այժմ ավելի ուղիղ, գրեթե սպառնալից տոնով։ Միայն մի խորհուրդ կնոջից կնոջը, Մարինե։ Զգույշ եղիր, որ շատ չկապվես։ Գաբրիելը պարզապես քո աշխատանքն է։ Հենրիխը պարզապես քո տանտերն է։ Այս տունը քո իրական տունը չէ։ Հասկանում ես, ինչ եմ ասում։ Մարինեն կատարելապես հասկացավ։ Հաղորդագրությունը չափազանց պարզ էր անտեսելու համար։ Վերոնիկան տարածք էր նշում, պարզ դարձնելով, որ Մարինեն պարզապես ժամանակավոր, փոխարինելի, դեն նետվող աշխատակցուհի էր։ Եվ որ դրանից բացի ցանկացած պատրանք վտանգավոր սխալ կլիներ։ Հասկանում եմ, տիկին Վերոնիկա։ Եվ դուք կարիք չունեք անհանգստանալու։ Ես հստակ գիտեմ իմ տեղը։ Վերոնիկան ժպտաց, գոհ պատասխանից, դուրս եկավ խոհանոցից, իր բարձրակրունկների արձագանքով մարմարե հատակին։ Մարինեն մնաց մենակ, սիրտը սեղմված, զգալով այդ խոսակցության ծանրությունը, որպես իրականության դաժան հիշեցում, որը նա փորձում էր ամեն օր մոռանալ։ Նա գիտեր իր տեղը։ Գիտեր, որ չէր պատկանում շքեղության, աստղային ռեստորաններում ընթրիքների, միջազգային ճանապարհորդությունների, տանիքի երեկույթների այդ աշխարհին։ Գիտեր, որ Հենրիխի համար ինքը անտեսանելի էր, պարզապես մեկ աշխատակից, ով պահում էր նրա կյանքը կատարելապես գործող, կուլիսներում։ Եվ գիտեր, թե դժվար էր ընդունել նույնիսկ իրեն, որ սկսել էր հիանալ այդ տղամարդով այնպես, որ գերազանցում էր մասնագիտական հարաբերությունների անվտանգ սահմանները։ Անհնար էր չհիանալ։ Նույնիսկ հեռվից, նույնիսկ այն հեռավորության միջոցով, որը նա պահպանում էր, Մարինեն տեսնում էր այնպիսի բաներ, որոնք ուրիշները գուցե չէին տեսնում։ Տեսնում էր, երբ նա չափազանց հոգնած էր գալիս, այդ լարվածությամբ ուսերին, որը խոսում էր ավելի մեծ խնդիրների մասին, քան նա կարող էր պատկերացնել։ Տեսնում էր, երբ նա փորձում էր ժպտալ Գաբրիելին, բայց չէր կարողանում թաքցնել տխրությունը աչքերի խորքում։ Տեսնում էր, երբ նա կանգնած էր մնում գրասենյակի պատուհանի առջ, նայելով ոչինչին, կորած մտքերում, որոնք չափազանց ծանր էին մենակ գրելու համար։ Եվ հազվադեպ պահերին, երբ նա ավելի շատ էր շփվում Գաբրիելի հետ, երբ մի քանի րոպեով մի կողմ էր դնում աշխատանքը, որդու հետ խաղալու կամ նրա դպրոցական օրվա մասին լսելու համար, Մարինեն տեսնում էր բոլորովին այլ տղամարդու։ Տեսնում էր քնքշություն, համբերություն, խորը սեր, որը միշտ այնտեղ էր, պարզապես թաքնված չլուծված ցավի շերտերի տակ։ Մարինեն երբեք ոչ ոքի հետ չէր խոսել այն մասին, թե ինչ էր պատահել Գաբրիելի մոր հետ։
Գիտեր միայն, որ նա այլս ներկա չէ, որ տարիներ առաջ ինչ-որ ողբերգական բան էր պատահել, որ Հենրիխն այդ սուգը կրում էր որպես զրահ, որը պաշտպանում էր նրան նորից չափազանց խորը բան զգալուց։ Դա հասկանալի պաշտպանություն էր, բայց նա բանդ։ Վերոնիկայի հետ այդ խոսակցությունից 3 ամիս անց ինչ-որ բան փոխվեց։ Մի երկուշաբթի առավոտյան Հենրիխը նախաճաշի իջավ սովորականից շուտ, գտնելով Մարինեին, ով օգնում էր Գաբրիելին ընտրելու ուսապարկի մեջ դնելու ուտելիքը։ Տղան ուրախ էր, պատմելով գիտական նախագծի մասին, որը պետք է ներկայացներ դպրոցում։ Մարինեն ուշադիր լսում էր, հարցեր տալով, ոգորությամբ նշելով նրա հայտնագործությունները։ Հենրիխը մի պահ կանգնեց դռան մոտ, դիտելով տեսարանը, առանց նկատվելու։ Այդ փոխազդեցության մեջ ինչ-որ բան կար, որը նրան տարօրինակ կերպով դիպավ, ջերմ նորմալություն, որը այդ տանը այդքան երկար բացակայում էր, որ նա արդեն չէր էլ հիշում, թե ինչպես էր դա։ Երբ Գաբրիելը վերջապես նկատեց հոր ներկայությունը, նրա դեմքը լուսավորվեց։ Հայրիկ, Մարինեն ասաց, որ կարող եմ այգու քարերն օգտագործել իմ նախագծում։ Թույլ կտաս։ Հենրիխը թարթեց աչքերը, վերադառնալով իրականություն, ստիպողաբար ժպտաց։ Իհարկե, Գաբրիել։ Օգտագործիր, որքան անհրաժեշտ է։ Մարինեն շրջվեց, զարմացած նրան այնտեղ տեսնելուց։ Նրանց հայացքները հանդիպեցին վայրկյանի մի մասով, նախքան նա արագորեն շեղեց հայացքը, կենտրոնանալով Գաբրիելի ուսապարկը փակելու վրա։ Հենրիխը տարօրինակ ցավ զգաց կրծքավանդակում մի բան, որը նա չկարողացավ հստակորեն նույնականացնել, դուրս եկավ խոհանոցից, ոչինչ ավելին չասելով։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ հայացքների այդ կարճ հանդիպումը Մարինեի մեջ հեղեղ էր առաջացրել։ Դա առաջին անգամն էր 2 տարվա ընթացքում, որ Հենրիխն իրականում նայել էր նրան։ Ոչ թե շեղված հայացք, ոչ թե մեխանիկական շարժում, այլ իրական հայացք, կարծես առաջին անգամ նա գոյություն ուներ որպես մարդ, ոչ թե որպես ֆունկցիա։ Եվ դա վտանգավոր էր։ Որովհետև Մարինեն արդեն գիտեր իր սրտի խորքում, որ սիրահարված էր մի տղամարդու, ով նույնիսկ չգիտեր իր անունը։ Մի տղամարդու, ով ապրում էր իրենից բոլորովին տարբեր աշխարհում։ Մի տղամարդու, ով ուներ բարդ ընկերուհի մի կյանք, որում տեղ չկար գյուղից եկած դայակների համար, որոնց երազանքները չափազանց պարզ էին այդքան մեծ առանձնատներում տեղավորվելու համար։ Ապա եկավ այն հայտարարությունը, որը ամեն ինչ կփոխեր։ Հաջորդ 5 շաբթի, ընթրիքի ժամանակ, Հենրիխը Գաբրիելին տեղեկացրեց, որ ամսվա վերջին կճանապարհորդեն 10 օր սանում, բացառիկ ծովափնյա հանգստավայրում։ Աշխատանքից անհրաժեշտ դադար հանգստանալու հնարավորություն։ Գաբրիելը ոգորվեց, բայց անմիջապես հարցրեց այդ մանկական անհանգստությամբ, որը լքումի վախ էր արտահայտում։ Մարինեն էլ է գալիս։ Հենրիխը վարանեց։ Նա չէր մտածել այդ մասին։ Նրա հանգստի ճանապարհորդությունները երբեք չէին ներառում աշխատակիցներ, բայց Գաբրիելը պնդեց այդ համառ վճռականությամբ, որը ժառանգել էր հորից։ Նա պետք է գա։ Ես առանց Մարինեի չեմ գնա։ Վերոնիկան պատասխանեց, ստիպողաբար ժպիտով։ Գաբրիել, սիրելիս, այս ճանապարհորդությունը ընտանեկան է։ Միասին հանգստանալու համար։ Քեզ դայակ պետք չէ արձակուրդում։ Բայց Գաբրիելը ծալեց ձեռքերը, անդրդվելի։ Ապա ես չեմ գնա։ Հետաց լռությունը ծանր էր։ Հենրիխը նայեց որդուն, ապա Վերոնիկային, ակնհայտորեն անհարմար զգալով փակուղուց։ Վերջապես հոգոց հանեց, պարտված։ Լավ, Գաբրիել։ Մարինեն կարող է գնալ։ Վերոնիկան չթաքցրեց իր զայրույթը, բայց ոչինչ չասաց, պարզապես սեղմեց շրթունքները զսպված զայրույթի բարակ գծի մեջ։ Իսկ Մարինեն, ով ամեն ինչ լսել էր խոհանոցից, օգնելով Ժաննային, զգաց, թե ինչպես է ստամոքսը շրջվում։ Նրանց հետ ճանապարհորդություն։ 10 օր սանում։ Դա հնարավորություն էր, որը պետք է նրան ուրախացներ, բայց այն ամենը, ինչ նա զգում էր, աճող վախն էր, որ այդ հարկադիր մոտիկությունը կբացահայտի զգացմունքներ, որոնք պետք է ընդմիշտ թաղված մնային։ Ճանապարհորդությունից առաջացող օրերին տան լարվածությունն աճեց։ Վերոնիկան պնդում էր ավելի հաճախ հայտնվել միշտ գծու մեկնաբանություններով այն մասին, թե ինչպիսին կլինի ճանապարհորդությունը, պլանավորված գործունեության մասին, այն մասին, թե ինչպես Գաբրիելը պետք է սովորի ավելի անկախ լինել։ Մարինեն լուռ էր մնում, լուռ փաթեթավորելով իր ճամպրուկները, զգալով Վերոնիկայի կասկածելի հայացքի ծանրությունը ամեն անգամ, երբ նրանք հանդիպում էին միջանցքներում։ Գաբրիելը, մյուս կողմից, երջանկության մեջ էր։ Անդադար խոսում էր լողափի մասին, ծովում լողալու մասին, Մարինեի հետ ավազե ամրոցներ կառուցելու մասին։
Եվ ամեն անգամ, երբ նա այդքան քնքշանքով էր արտասանում նրա անունը, Հենրիխը նորից զգում էր այդ տարօրինակ սեղմումը կրծքավանդակում, այդ անհանգստությունը, որը նա չէր կարողանում անվանել, բայց որն ավելի ու ավելի դժվար էր դառնում անտեսելը։ Մեկ նման օրը Մարինեն իր կյանքում առաջին անգամ նստեց մասնավոր ինքնաթիռ, իրեն լիովին անտեղի զգալով կաշվե նստատեղերի, օգտակար բորտուղեկցորդուհու նման կերպ թռչելուն սովոր մարդու պատահական շքեղության մեջ։ Հենրիխը կենտրոնացած էր աշխատանքային փաստաթղթերի վրա, Վերոնիկան նորաձության ամսագիր էր թերթում, Գաբրիելը պնդեց նստել Մարինեի կողքին, բռնելով նրա ձեռքը թռիչքի ժամանակ, քանի որ վախենում էր թռչելուց։ 3 ժամ անց նրանք վայրէջք կատարեցին Հրազդանում, մեքենայով շարունակեցին ճանապարհը դեպի Սան։ Հանգստավայրը ապշեցուցիչ էր, մասնավոր բունգալոներով, որոնք ցրված էին ծաղկուն արադարձային այգում, անհնարին կապույտ ծովի տեսարանով, բացարձակ բացառիկության այդ մթնոլորտով։ Մարինեն ստացավ իր սեփական բունգալոն, զգուշորեն հեռու հիմնական բունգալոյից, որտեղ կմնային Հենրիխը, Վերոնիկան, Գաբրիելը, բայց բավական մոտ, որ միշտ հասանելի լիներ, երբ նրանք իր կարիքը ունենային։ Նա բացեց իր պարզ հագուստները, իրեն ավելի ու ավելի փոքր զգալով։ Նա բերել էր ընդամենը 2 լողազգեստ, մի զուսպ կարմիր բիկինի, որը գնել էր տարիներ առաջ, երբեք չէր օգտագործել, շորտեր, շապիկներ, հարթ սանդալներ։ Ոչինչ, որը համապատասխաներ այդ վայրի բարդ միջավայրին։ Բայց նա այստեղ էր աշխատելու, ոչ թե ցուցադրվելու։ Առաջին գիշերը նրանք ընթրեցին հանգստավայրի ռեստորանում։ Գաբրիելը ցանկացավ, որ Մարինեն նստի նրանց հետ, բայց Վերոնիկան արագ միջամտեց, առաջարկելով, որ ավելի հարմար կլինի, եթե նա ընտրի այլ ժամին։ Հենրիխը չընդդիմացավ, Մարինեն մենակ վերադարձավ իր բունգալոն, ուտելով սենյակային սպասարկումից պատվիրած սենդվիչը, պատուհանից նայելով մութ ծովին, որը արտացոլում էր լիալուսինը։ Նա չգիտեր, որ հենց այդ պահին Հենրիխն էլ էր նայում ծովին, մենակ հիմնական բունգալոյի պատշգամբում, մինչ Վերոնիկան քնած էր սենյակում։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ հետո նա թույլ տվեց իրեն հարցականի տակ դնել, թե արդյոք իր կառուցած այդ կյանքը, իր կատարած այդ ընտրությունները, իրականում նրան երջանիկ էին դարձնում։ Պատասխանը, որ նա գտավ գիշերվա լռության մեջ, վախեցրեց նրան։ Ոչ, նա երջանիկ չէր։ Նա պարզապես գոյություն ուներ, գործում էր, պահպանում էր տեսքը։ Եվ դա այլս բավարար չէր թվում։ Արը ծագեց Սանում, երկինքը նկարելով նարնջագույնով վարդագույնով, դրա հետ եկավ խոստումը, որ ամեն ինչ այլս նույնը չի լինի։ Եթե ձեզ դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Առավոտը եկավ ավազին ալիքների կոտրվելու ձայնով, հանգստավայրի այգիներում բնակվող արադարձային թռչունների երգով։ Մարինեն արթնացավ վաղ, ինչպես միշտ, այդ ներքին ճշտապահությամբ, ով իր կյանքն անցկացրել էր ուրիշների մասին հոգալով, նախքան իր մասին հոգալը։ Բունգալոն լուռ էր, հարմարավետ, այդ փայտի ծովի հոտով, որը ներս էր մտնում բաց պատուհաններից։ Մի պահ պառկած չափազանց հարմարավետ մահճակալին, որ իրական լիներ, նա թույլ տվեց իրեն պատկերացնել, թե ինչպես կլիներ ամեն օր այդպես ապրելը, արթնանալ ծովի մոտ, առանց անհանգստությունների, բացի այն, թե որ լողափն ուսումնասիրել կամ որ գիրքը կարդալ ցանցաճոճում։ Բայց ֆանտազիան տեց միայն դա, մի վայրկենական պահ, մինչ իրականությունը դուռը թակեց։ Բառացիորեն։ Մեղմ թակոցներ, որին հաջորդեց Գաբրիելի ուրախ ձայնը, որը նրան էր կանչում։ Մարինե։ Արթուն ես։ Կարող ենք լողափ գնալ։ Նա ժպտաց, արագ վեր կենալով դուռը բացելու համար։ Գաբրիելը շորտերով շապիկով էր, աչքերը փայլում էին ոգորությունից, բռնած մի փոքր դույլ լողափի բահ, որը հավանաբար բերել էր տանից։ Նրա հետում մի քանի մետր հեռավորության վրա, Հենրիխը դիտում էր տեսարանը այդ չեզոք արտահայտությամբ, որը նա դիմակ էր օգտագործում, բայց Մարինեն երդվում էր, որ ինչ-որ այլ բան էր տեսել նրա աչքերում, երբ նրանց հայացքները կարճատ հանդիպեցին։ Մի բան, որը նա չգիտեր նույնականացնել, բայց որը ստիպեց նրա սիրտը ավելի արագ բաբախել։ Բարի լույս, Գաբրիել։ Իհարկե, կարող ենք լողափ գնալ։ Միայն թույլ տուր հագուստս փոխեմ, արապաշտպան քսուկ վերցնեմ, լավ։ Տղան ոգորությամբ գլխով արեց, Հենրիխը մի փոքր մոտեցավ, առաջին անգամ ուղղակիորեն դիմելով նրան ավելի քան մեխանիկական ողջույնով։ Բարի լույս, Մարինե։ Կներեք, եթե Գաբրիելը ձեզ շատ վաղ արթնացրեց։ Նրա ձայնը խորն էր, կրթված, բայց կար ուսումնասիրված պաշտոնականություն, որը պարզ էր դարձնում, որ այդ խոսակցությունը պարզապես քաղաքավարություն էր, ոչ ավելին։ Մարինեն զգաց, թե ինչպես են այտերը կարմրում առանց ակնհայտ պատճառի, մտքում իրեն անիծելով այդպես արձագանքելու համար։ Մի անհանգստացեք, պարոն Հենրիխ։
Ես միշտ վաղ եմ արթնանում։ Եվ սիրում եմ Գաբրիելի հետ լողափ գնալ։ Նա գլխով արեց, մի վայրկյան թվում էր, թե ավելին կասի, բայց զսպեց իրեն։ Շրջվեց որդու կողմը հայտնեց, որ կվերադառնա նախաճաշելու Վերոնիկայի հետ, ով դեռ քնած էր։ Գաբրիելը կարող էր մնալ Մարինեի հետ այդ ընթացքում։ Եվ հեռացավ, թողնելով այդ զուսպ տղամարդկային օծանելիքի հետքը, որը Մարինեն արդեն գիտեր անգիր, թե երբեք բավական մոտ չէր եղել նրան, որպեսզի իրականում զգա։ 20 րոպե անց Մարինեն Գաբրիելը ոտաբոբիկ քայլում էին սպիտակ փափուկ ավազի վրայով, առավոտյան դեռ մեղմ արը տաքացնում էր մաշկը, առանց այրելու։ Գաբրիելը վազում էր արջից, ամեն ինչից հիացած, գունավոր խեցիներից, փոքրիկ խեցգետիններից, որոնք անհետանում էին անցքերում, ծովի անսահմանությունից, որը նա մինչ այդ տեսել էր միայն նկարներում։ Մարինեն հագել էր գունաթափված ջինսե շորտ լայն սպիտակ շապիկ, շագանակագույն մազերը հավաքած պարզ պոչուկով, առանց դիմահարդարման, առանց հավակնությունների։ Նա չգիտեր, բայց նույնիսկ այդքան պատահական հագնված, նրա մեջ ինչ-որ բան կար, որն ուշադրություն էր գրավում, բնական գեղեցկություն, որը արհեստականությունների կարիք չուներ, անկեղծ նրբություն, որը արտահայտվում էր յուրաքանչյուր ժեստում, յուրաքանչյուր ժպիտում, որը նա տալիս էր Գաբրիելին։ Նրանք 2 ժամ մնացին լողափում, ավազե ամրոցներ կառուցելով, ալիքների վրայով ցատկելով, ծիծաղելով այդ անհոգ ձով, որը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մենք լիովին ներկա ենք պահին։ Երբ վերջապես վերադարձան հիմնական բունգալո, Հենրիխը Վերոնիկան պատշգամբում նախաճաշում էին։ Վերոնիկան հագել էր անթերի սպիտակ զգեստ, հսկայական մուգ ակնոցներ, շիկահեր մազերը հարթեցված կատարելության, նույնիսկ առավոտվա այդ ժամին։ Տեսնելով Մարինեին Գաբրիելին, ավազոտ, թաց ուրախ, նրա դեմքը գծկվեց վատ թաքնված անհավանության արտահայտության մեջ։ Գաբրիել, դու ամբողջովին կեղտոտ ես։ Գնա անմիջապես լոգանք ընդունիր, նախքան ճաշելը։ Տղան, դեռ ոգորված առավոտյան լողափից, հնազանդվեց առանց բողոքելու։ Մարինեն պատրաստվում էր հետել նրան, բայց Վերոնիկան նրան կանգնեցրեց ժեստով։ Մարինե, կարծում եմ, ավելի լավ է դու քո բունգալոյի ցնցուղն օգտագործես։ Մեզ պետք չէ, որ դու մեր լոգարաններն օգտագործես։ Արտահայտությունը ասվեց այդ քաղաքավարի տոնով, որն անարգանքն ավելի կտրուկ էր դարձնում։ Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը այրվում, բայց լուռ գլխով արեց, շրջվելով։ Նա չտեսավ, թե ինչպես Հենրիխը կնճռոտեց հոնքերը, անհանգստացած Վերոնիկայի անհարկի կոպտությունից, բայց նա ոչինչ չասաց։ Երբեք չէր ասում։ Եվ հենց այդ լռությունն ավելի ցավեց, քան ընկերուհու խոսքերը։ Վերադառնալով իր բունգալոն, Մարինեն արագ լոգանք ընդունեց, թույլ տալով, որ տաք ջուրը տանի ոչ միայն ավազն ու աղը, այլ իր զգացած նվաստացումը։ Հագուստը փոխեց, հագնելով մեկ այլ շապիկ շորտ, պատրաստվում էր դուրս գալ, երբ կանգնեց հայելու առջ։ Առաջին անգամ երկար ժամանակ հետո նա իսկապես նայեց իրեն։ Տեսավ նիհար աղջկան, զուսպ կորություններով, բաց մաշկով, որը հազվադեպ էր արտեսնում, մեծ արտահայտիչ շագանակագույն աչքերով, պարզ մազերով, առանց որե թանկարժեք բուժման։ Նա տգեղ չէր, դա գիտեր։ Բայց նա այն տեսակի կինը չէր, որին նկատում էին Հենրիխի նման տղամարդիկ։ Նա չուներ բարդություն, չուներ ոչինչ, որը նրան կտարբերեր հազարավոր այլ աշխատող աղջիկներից, որոնք ապրում էին հարուստների կյանքի կուլիսներում։ Գլուխը թափահարեց, հեռացնելով այդ մտքերը։ Կարոր չէր։ Նա այստեղ չէր նկատվելու համար։ Նա այստեղ էր Գաբրիելի մասին հոգալու, իր աշխատավարձը ազնվորեն վաստակելու ամսվա վերջին տուն վերադառնալու համար, ճանապարհորդության լավ հիշողություններով, որը նա երբեք չէր կարող մենակ վճարել։ Միայն դա։ Ոչ ավելին։ Հաջորդ օրերը հարմարավետ առօրյա ստեղծեցին։ Մարինեն առավոտներն անցկացնում էր Գաբրիելի հետ լողափում կամ լողավազանում, միշտ պահպանելով հարգալից հեռավորություն, երբ Հենրիխը կամ Վերոնիկան մոտ էին։ Կեսօրները հատկացված էին Վերոնիկայի կողմից պլանավորված գործունեությանը, զբոսանքներ Սանի հրապարակում, այցելություններ տեղացի նկարիչների արվեստանոցներ, ընթրիքներ մոդայիկ ռեստորաններում, որտեղ Մարինեն երբեք չէր ներառվում։ Իսկ գիշերները մենակ էին Մարինեի համար, ով մնում էր իր բունգալոյում, կարդալով տանից բերած գրքերը, լսելով ծովի ձայնը, փորձելով չմտածել, թե ինչպես կլիներ այդ ընթրիքներին նստելը, լինելով այդ աշխարհի մի մասը։ 4-րդ օրն էր, երբ ամեն ինչ սկսեց իրականում փոխվել։ Գաբրիելն արթնացավ կոկորդի ցավով ցածր ջերմությամբ, ոչինչ լուրջ, բայց բավական էր, որ Վերոնիկան չափազանց խուճապի մատնվեր, պնդելով, որ չի կարող մնալ հիվանդ երեխայի մոտ, քանի որ կարևոր պարտականություններ ուներ, երբ կվերադառնային երան։ Հենրիխը, թե անհանգստացած էր, ուներ տեսակոնֆերանսներ, որոնք չէր կարող հետաձգել։
Այսպիսով, ինչպես միշտ, Մարինեին էր մնում հոգալ տղայի մասին։ Նա ամբողջ օրն անցկացրեց նրա կողքին, սառը կոմպրեսներ դնելով, տեղերը ժամանակին տալով, պատմություններ պատմելով, մեղմ երգելով նրա սիրած երգերը։ Գաբրիելը, նույնիսկ ջերմող քմահաճ, կպչում էր նրան այդ զգացմունքային կախվածությամբ, որը շատ ավելին էր, քան մասնագիտական հարաբերությունները։ Որոշակի պահի, խռպոտ ձայնով ջերմությունից ու հուզմունքից փայլող աչքերով, նա շշնջաց մի բան, որը Մարինեի սիրտը կոտրեց։ Ես կուզեի, որ դու իմ իրական մայրը լինեիր։ Մարինե, դու ինձ իրականում սիրում ես։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը, բայց ամուր թարթեց դրանք հեռացնելու համար։ Անսահման քնքշանքով շոյեց նրա մազերը, խեղդված ձայնով պատասխանեց. Ես սիրում եմ քեզ, Գաբրիել։ Եվ միշտ կսիրեմ, անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Դու ինձ համար շատ առանձնահատուկ ես։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ Հենրիխը դռան մյուս կողմում էր, կանգնած միջանցքում, լսելով այդ խոսակցությունը։ Նա եկել էր ստուգելու, թե ինչպես է որդին ի վերջո ականատես էր եղել այդ ինտիմ պահին, սիրո այդ անկեղծ հայտարարությանը, որը մյուս դայակներից ոչ ոք երբեք չէր ցուցաբերել։ Եվ ինչ-որ բան նրա ներսում կոտրվեց, մի փոքր ճակ այն զրահի մեջ, որը խնամքով կառուցվել էր տարիների ընթացքում։ Հաջորդ օրը Գաբրիելն արթնացավ շատ ավելի լավ, ջերմությունն անցած, կոկորդը դեռ մի փոքր բորբոքված, բայց ոչինչ, որը կխանգարեր հանգիստ առավոտին բունգալոյում։ Վերոնիկան օգտվեց առիթից, մենակ դուրս գալու, գյուղում գնումներ կատարելու, պնդելով, որ իրեն ժամանակ է պետք նախորդ օրվա սթրեսից հետո։ Հենրիխը, զարմանալիորեն, չեղարկեց իր աշխատանքային պարտականությունները, որոշեց առավոտն անցկացնել որդու հետ։ Մարինեն, նկատելով, որ իր ներկայությունն անհրաժեշտ չէ, հեռացավ իր բունգալոն, օգտվելով առիթից հանգստանալու Գաբրիելի մասին հոգալուց հետո, քիչ քնած գիշերից հետո։ Հենց այդ ժամանակ Հենրիխը հայտնվեց նրա դռան մոտ, մեղմորեն թակելով։ Երբ նա բացեց դեռ պիժամայով, մազերը բաց, առաջին անգամ ժամանելուց հետո, Հենրիխը զգաց, թե ինչպես է ինչ-որ տարօրինակ բան տեղի ունենում իր կրծքավանդակում։ Նա այդպես տարբեր էր թվում, ավելի երիտասարդ, ավելի խոցելի, ավելի իրական։ Մարինե, կներեք անհանգստացնելու համար։ Ես պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ դուք արեցիք երեկ Գաբրիելի համար։ Դուք շատ ավելին արեցիք, քան ձեր պարտականություններն էին։ Մարինեն անհարմար զգաց անսպասելի շնորհակալությունից, նրա այդ մոտիկությունից բունգալոյի դռան մոտ, այդ հայացքից, որը վերջապես նրան տեսնում էր որպես մարդ։ Կարիք չկա շնորհակալություն հայտնելու, պարոն Հենրիխ։ Ես Գաբրիելի մասին շատ մեծ սիրով եմ հոգ տանում։ Դա պարտականություն չէ, դա հաճույք է։ Նա գլխով արեց, կարծես ավելին էր ուզում ասել, բայց նորից զսպեց իրեն։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, տարօրինակ լռություն իրենց միջ, մինչ Հենրիխը հրաժեշտ տվեց հեռացավ, Մարինեին շփոթված սիրտը արագ բաբախելով թողնելով։ Հենց այդ կեսօրին Մարինեն որոշում կայացրեց, որը ամեն ինչ կփոխեր։ Հոգնած թաքնվելուց, միշտ լայն զուսպ հագուստներ հագնելուց, երբեք իրեն թույլ չտալուց պարզապես վայելել այդ հրաշալի ճանապարհորդությունը, նա որոշեց, որ մենակ կգնա լողափ, առանց Գաբրիելի, առանց պարտականությունների։ Եվ նա կհագներ այդ կարմիր բիկինին, որը պահված էր ճամպրուկի հատակում, սպասելով մի քաջության, որը նա վերջապես գտավ։ Երբ նա այդ արոտ կեսօրին իջավ լողափ, Մարինեն չէր պատկերացնում, թե ինչ ազդեցություն կունենա։ Կարմիր բիկինին, թե պարզ, գեղեցիկ կերպով հակադրվում էր նրա բաց մաշկին։ Կորությունները, որոնք նա թաքցնում էր լայն հագուստների տակ, նուրբ էին, բայց կանացի։ Քամուց բաց մազերը, ավազի վրայով ոտաբոբիկ քայլելը, շրթունքների ամաչկոտ ժպիտը, ամեն ինչ նպաստում էր նուրբ, բայց հզոր փոխակերպմանը։ Նա չէր փորձում ուշադրություն գրավել։ Նա պարզապես, առաջին անգամ երկար ժամանակ հետո, թույլ էր տալիս իրեն գոյություն ունենալ որպես կին, ոչ միայն որպես աշխատակցուհի։ Եվ հենց այդ պահին Հենրիխը տեսավ նրան։ Նա բունգալոյի պատշգամբում էր, նոութբուքով էլեկտրոնային նամակներին պատասխանելիս, երբ ինչ-որ բան ստիպեց նրան բարձրացնել աչքերը։ Եվ նա այնտեղ էր, քայլում էր ջրի եզրին, ալիքները լիզում էին նրա ոտքերը, ալը ստիպում էր նրա մազերին փայլել։ Հենրիխը կանգնած մնաց, մատը սառած ստեղնաշարի վրա, միտքը դատարկ։ Դա Մարինեն էր, իր աշխատակցուհին, իր որդու դայակը։ Բայց նա մի կին էր, որին նա երբեք իրականում չէր տեսել մինչ այդ պահը։ Եվ հայտնագործությունը նման էր բռունցքի հարվածի ստամոքսին։ Մարինեն քայլեց լողափի ավելի հանգիստ մասը, փռեց իր բերած ծածկոցը պառկեց, փակելով աչքերը մաշկի վրա ալը զգալու համար։
Նա այնքան էր ընկղմվել ազատության զգացողության մեջ, որ նույնիսկ չնկատեց, երբ երկու երիտասարդ մոտեցան։ Նրանք զբոսաշրջիկներ էին, հավանաբար նա երանից, հաշվի առնելով շեշտը, երիտասարդ, համակրելի, ակնհայտորեն հետաքրքրված։ Ողջույն։ Դու մենակ ես։ Կուզես մեզ հետ ֆրեսկոբոլ խաղալ։ Մարինեն բացեց աչքերը, զարմացած, իր չափահաս կյանքում առաջին անգամ զգաց, թե ինչ է նշանակում տղամարդու ուղղակի ուշադրություն ստանալ։ Նա անհարմար զգաց, մի փոքր վախեցած, բայց միևնույն ժամանակ շողոքորթված միամիտ անկեղծ կերպով։ Շնորհակալություն, բայց ես շատ լավ չգիտեմ խաղալ։ Նրանցից մեկը ծիծաղեց, կրանալով նրա կողքին այդ ինքնավստահ տեսքով, ով սովոր էր լողափում կանանց մոտենալուն։ Մենք կսովորեցնենք։ Ինչ է քո անունը։ Մարինե։ Հաճելի է, Մարինե։ Ես Ռոդրիգոն եմ, իսկ սա Լուկասն է։ Դու այստեղ ես հանգստավայրում։ Նա գլխով արեց, չիմանալով, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից, առանց կոպիտ լինելու։ Տղաները շարունակեցին խոսել, հաճոյախոսություններ անելով, փորձելով համոզել նրան միանալ իրենց, Մարինեն, անհարմար, բայց քաղաքավարի, չգիտեր, թե ինչպես մերժել առանց անքաղաքավարի թվումի։ Հենց այդ ժամանակ մի խորը, ամուր անսխալական իշխանությամբ ձայն կտրեց խոսակցությունը։ Մարինե, Գաբրիելը քեզ է փնտրում։ Երեքն էլ միաժամանակ շրջվեցին։ Հենրիխն այնտեղ էր, շորտերով շապիկով, մուգ ակնոցները թաքցնում էին աչքերը, բայց ոչ ուսերին սեղմված ծնոտին տեսանելի լարվածությունը։ Մարինեն անմիջապես վեր կացավ, մտքում շնորհակալություն հայտնելով ընդհատման համար, բայց շփոթված նրա այնտեղ ներկայությունից։ Կներեք, ես պետք է գնամ։ Տղաները նայեցին Հենրիխին, գնահատեցին իրավիճակը այդ տղամարդկային բնազդով, որը ճանաչում է նշված տարածքը, հեռացան առանց պնդելու։ Երբ նրանք մենակ մնացին, Մարինեն վերցրեց ծածկոցը, փաթաթվեց դրանով, հանկարծ չափազանց գիտակցելով, թե որքան էր մերկացած։ Գաբրիելը, լավ է։ Ինչ-որ բան պատահել է։ Հենրիխը հանեց մուգ ակնոցները, Մարինեն գրեթե հետ քաշվեց նրա հայացքի ինտենսիվությունից։ Այնտեղ ինչ-որ բան կար, որը նա երբեք չէր տեսել նախկինում, ինչ-որ բան, որը զայրույթ էր թվում, բայց նա այլ բան էր, որը նա չէր կարողանում անվանել։ Նա լավ է։ Քնած է Վերոնիկայի հետ բունգալոյում։ Ես պարզապես կարծեցի, որ դու պետք է իմանաս, որ մարդիկ քեզ են փնտրում։ Դա սուտ էր։ Գաբրիելը լավ էր, բայց ոչ ոք Մարինեին չէր փնտրում։ Եվ Հենրիխը գիտեր, որ նա գիտեր, որ դա սուտ էր։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, իրար նայելով, տաք քամին բերում էր ծովի հոտը, այդ էլեկտրական լարվածությունը, որի հետ նրանցից ոչ ոք չգիտեր, թե ինչպես վարվել։ Մարինեն էր, ով վերջապես խախտեց լռությունը, ձայնը ցածր, գրեթե շշուկ։ Պարոն Հենրիխ, ես պարզապես արեի ընդունում։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել։ Նա խորը շունչ քաշեց, ձեռքով անցկացնելով մազերի միջով, հիասթափության ժեստով։ Ես գիտեմ։ Կներես։ Ես պարզապես կարծեցի, որ դու անհարմար ես զգում այդ տղաներից։ Նա անհարմար էր։ Եվ նա անչափ շնորհակալ էր, որ նա հայտնվել էր, բայց չէր կարող դա ընդունել։ Չէր կարող ընդունել, որ իր սիրտը արագ բաբախել էր, երբ լսել էր նրա ձայնը, որ անհեթեթ թեթացում էր զգացել նրան այնտեղ տեսնելիս, որ իր մի մասը ուզում էր հավատալ, որ նա հայտնվել էր ոչ միայն քաղաքավարությունից, այլ խանդից։ Բայց դա խենթություն կլիներ։ Դա կլիներ զգացմունքներ նախագծել այնտեղ, որտեղ դրանք գոյություն չունեին։ Այսպիսով, նա պարզապես գլխով արեց։ Շնորհակալություն զգուշացնելու համար։ Հենրիխը նորից դրեց ակնոցները, նորից արգելք ստեղծելով նրանց միջ։ Երբ ուզենաս լողափ գալ, ինձ տեղյակ պահիր։ Անվտանգ չէ, որ դու մենակ մնաս անծանոթների մոտ։ Եվ հեռացավ Մարինեին նորից մենակ թողնելով, բայց այժմ էմոցիաների հորցանուտով, որը նա չգիտեր, թե ինչպես մարսել։ Վերադարձավ բունգալոն, ոչինչ այլս չվայելելով, սիրտը շփոթված, միտքը լի չպատասխանված հարցերով։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, լարվածությունը շոշափելի էր։ Վերոնիկան անդադար խոսում էր խանութներում տեսած ինչ-որ բանի մասին, Գաբրիելը լուռ էր ուտում, դեռ մի փոքր հոգնած հիվանդությունից, իսկ Հենրիխն ավելի լուռ էր, քան սովորաբար, ուտելիքը ափսեի մեջ հրելով, առանց իրականում ուտելու։ Նրա աչքերը ժամանակ առ ժամանակ շեղվում էին ռեստորանի հետի սեղանին, որտեղ Մարինեն մենակ էր ընթրում, գիրք կարդալով, որպեսզի լիովին անտեղի չթվա։ Եվ հենց այդ ժամանակ Վերոնիկան, հետելով նրա հայացքին, վերջապես հասկացավ, թե ինչ էր կատարվում։
Նրա դեմքը փակվեց, շրթունքները սեղմվեցին զսպված զայրույթի բարակ գծի մեջ։ Նա ոչինչ չասաց այնտեղ Գաբրիելի առջ, բայց երբ վերադարձան բունգալո տղան քնեց, փոթորիկը վերջապես պայթեց։ Մարինեն իր բունգալոյում լսեց ճիչերը նույնիսկ հեռվից։ Նա չէր կարողանում հասկանալ բառերը, բայց տոնը անսխալական էր։ Վերոնիկան կատաղած էր։ Եվ Հենրիխը առաջին անգամ բղավում էր ի պատասխան։ Վեճը տեց գրեթե 1 ժամ։ Երբ լռությունը վերջապես վերադարձավ, Մարինեն արդեն պառկած էր, նայելով առաստաղին, զգալով, որ ինչ-որ բան պատրաստվում էր պատահել։ Ինչ-որ մեծ, անխուսափելի, վախեցնող։ Եվ նա չգիտեր, թե արդյոք պատրաստ էր դիմակայելու այն, ինչ կհետեր։ Հաջորդ առավոտ Վերոնիկան կհավաքեր իր ճամպրուկները մենակ կվերադառնար Երան, պատճառաբանելով հրատապ պարտականություններ, որոնք չէին կարող հետաձգվել։ Բայց բոլորը գիտեին, որ դա պարզապես երկար ժամանակ մեռած հարաբերության ավարտի սկիզբն էր։ Եվ Մարինեն, ով երբեք ոչինչ չէր խնդրել դրանից, գտնվում էր զգացմունքային փոթորկի կենտրոնում, որը նա նույնիսկ չգիտեր, թե ինչպես սկսել նավարկել։ Վերոնիկայի հեռանալը տարօրինակ դատարկություն թողեց այդ ճանապարհորդության մեջ։ Ոչ թե բացակայության դատարկությունը, այլ անհանգստության քողի տակ քողարկված թեթացման դատարկությունը։ Գաբրիելը շատ չհարցրեց, թե ուր էր գնացել նա, ընդունելով Հենրիխի անորոշ բացատրությունը հրատապ պարտականությունների մասին այն բնականությամբ, ով խորքում, ուրախ էր բացակայությունից։ Մարինեն նախկինից էլ ավելի զուսպ էր մնում, կարծես փորձում էր նորից անտեսանելի դառնալ, ջնջելով իր ներկայության ցանկացած հետք, որը կարող էր մեկնաբանվել որպես միջամտություն այդ նուրբ պահին։ Բայց Հենրիխը թույլ չտվեց նրան անհետանալ։ Առաջին անգամ 2 տարվա ընթացքում նա իրականում տեսնում էր նրան։ Եվ որքան շատ էր տեսնում, այնքան ավելի դժվար էր դառնում հայացքը շեղելը։ Վերոնիկայի հեռանալու հաջորդ օրվա նախաճաշին Հենրիխը զարմացրեց բոլորին, հարցնելով, թե արդյոք Մարինեն կցանկանար ընտրել նրանց հետ այդ երեկո։ Ոչ թե հրավերի քողի տակ քողարկված հրաման, այլ իրական հրավեր, արված այնպիսի քաղաքավարությամբ, որ նա երբեք չէր լսել նրա ձայնում նախկինում։ Մարինեն անխոս մնաց։ Գաբրիելը ծափահարեց, ոգորված գաղափարից։ Եվ նա, չկարողանալով քաղաքավարի պատճառաբանություն գտնել մերժելու համար, ընդունեց ամաչկոտ գլխով, զգալով, թե ինչպես են այտերը կարմրում այնպես, որ նրան զայրացրեց իր վրա։ Նա դեռահաս չէր։ Նա չափահաս կին էր։ Ինչու՞։ Էր այդպես արձագանքում միայն այն պատճառով, որ իր տանտերը նրան ընթրիքի էր հրավիրել։ Օրը անցավ անհանգստության սպասումի տարօրինակ մշուշի մեջ։ Մարինեն 3 անգամ փոխեց հագուստը, նախքան վերջապես որոշեց հասարակ մուգ կապույտ զգեստ հագնել, որը բերել էր ավելի շուտ զգուշության համար, քան իրական պլաններով օգտագործելու համար։ Մազերը հավաքեց ցածր կոկոնով, շրթունքներին մի փոքր փայլ քսեց, նայեց իրեն հայելու մեջ, սիրտը արագ բաբախելով։ Նա ծիծաղելի էր։ Դա պարզապես ընթրիք էր։ Իր տանտիրոջ հետ։ Եվ նրա որդու։ Ոչինչ առանձնահատուկ։ Ոչինչ, որը կարդարացներ ձեռքերի դողը կամ ստամոքսի սառնությունը։ Երբ նա իջավ ռեստորան, տեսավ Հենրիխին մուտքի մոտ սպասող սպիտակ կտավե վերնաշապիկով բաց գույնի տաբատով, մազերը քամուց թեթակի անկանոն, ինչ-որ բան նրա ներսում սեղմվեց։ Նա գեղեցիկ էր։ Միշտ էլ եղել է, բայց նա երբեք իրեն թույլ չէր տվել իրականում նկատել։ Հիմա, առանց Վերոնիկայի, որպես սահմանների մշտական հիշեցման, որոնք չպետք է անցնեին, Մարինեն իրեն թույլ տվեց նայել։ Եվ անմիջապես զղջաց, որ նայել էր, որովհետև հիմա անհնար կլիներ չհիշել այդ պատկերը։ Ընթրիքը սկսվեց լարված, Գաբրիելի ուրախ զրույցով, մինչ Մարինեն Հենրիխը քիչ բառեր էին փոխանակում, միշտ քաղաքավարի, միշտ անվտանգ։ Բայց երբ գիշերը առաջ էր շարժվում, ինչ-որ բան փոխվեց։ Գուցե դա գինին էր, որը խմում էր Հենրիխը, գուցե դա տաք քամին էր, որը ներս էր մտնում բաց պատուհաններից, գուցե պարզապես ծածնելու հոգնածությունն էր։ Բայց արգելքները սկսեցին քանդվել, դանդաղ, մեկ բառ մեկ առ մեկ։ Հենրիխը հարցրեց Մարինեի կյանքի մասին, նախքան իր մոտ աշխատելը։ Որտեղից էր, ինչու էր ընտրել այդ մասնագիտությունը, ինչ էր սիրում անել այն քիչ ազատ ժամերին, որ ուներ։ Եվ Մարինեն, զարմացած անկեղծ հետաքրքրությունից, սկսեց խոսել։ Խոսեց Գյումրիի մասին, մոր եղբայրների ու քույրերի մասին, մանկավարժություն սովորելու հետաձգված երազանքների մասին, այն մասին, թե ինչպես երեխաների խնամքը միշտ բնական էր եղել իր համար, կոչում, որին դիպլոմ պետք չէր իրական լինելու համար։ Եվ Հենրիխը լսեց։ Իրականում լսեց։
Ոչ թե այդ քաղաքավարի ուշադրությամբ, որը տրվում է աշխատակիցներին, այլ իրական հետաքրքրությամբ հարցեր տալով, ժպտալով ճիշտ պահերին, Մարինեն զգաց հանկարծակիորեն, որ այդ տղամարդը, որին նա տեսնում էր ամեն օր, առանց երբեք իրականում ճանաչելու, տարբեր էր, քան պատկերացրել էր։ Նրա մեջ խորություն կար, զգայունություն, թաքնված կորպորատիվ պրագմատիզմի շերտերի տակ, հին տխրություն, որը նա կրում էր որպես անտեսանելի ծանրություն։ Երբ Գաբրիելը սկսեց հորանջել, արդեն երեկոյան 9-ից անց էր։ Հենրիխն առաջարկեց վերադառնալ բունգալո, Մարինեն արագ հրաժեշտ տվեց, շնորհակալություն հայտնելով ընթրիքի համար հեռանալով, նախքան իր սրտի համար իրավիճակն ավելի շփոթեցնող կդառնար։ Բայց Հենրիխը հասավ նրան, նախքան նա շատ հեռու կգնար, ձայնը մի փոքր վարանող, կանչելով նրան քարերի ճանապարհին, որը լուսավորված էր մեղմ լապտերներով։ Մարինե, սպասիր։ Ես ուզում էի ներողություն խնդրել։ Նա կանգնեց, դանդաղ շրջվելով, սիրտը կոկորդում։ Ներողություն։ Ինչի՞ համար։ Հենրիխը մոտեցավ, պահպանելով հարգալից հեռավորություն, բայց ավելի փոքր, քան նախկինում։ Լապտերների լույսի ներքո Մարինեն հստակ տեսնում էր նրա արտահայտությունը, անկեղծությունը, որն արտահայտվում էր մուգ աչքերում։ Այն բանի համար, որ երբեք իրականում քեզ չեմ նկատել։ 2 տարի շարունակ դու հոգացել ես իմ որդու մասին այնպիսի սիրով, որին ես արժանի չէի ականատես լինել, առանց գոնե ճանաչելու։ Դու փոփոխություն ես մտցնում Գաբրիելի կյանքում այնպես, ինչպես ես չեմ կարող։ Եվ ես կույր էի ու եսասեր, որ նախկինում չէի տեսել դա։ Մարինեն զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում հանկարծակի հուզմունքից։ Ոչ ոք երբեք նրան նման բան չէր ասել։ Ոչ ոք երբեք չէր ճանաչել նրա արժեքը այդ կերպ։ Նա արագ թարթեց աչքերը, փորձելով հեռացնել այն արցունքները, որոնք սպառնում էին թափվել։ Պարոն Հենրիխ, ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև սիրում եմ Գաբրիելին։ Ինձ ճանաչում պետք չէ։ Միայն իմանալը, որ նա լավ է, որ նա երջանիկ է։ Ես գիտեմ։ Եվ հենց դա է քեզ առանձնահատուկ դարձնում, Մարինե։ Դու պարտականությունից չես անում։ Դու անում ես սիրուց։ Եվ դա ամեն ինչ փոխում է։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, հեռվում ալիքների ձայնը լցնում էր իրենց միջ լարված լռությունը։ Մարինեն գիտեր, որ պետք է հեռանա, որ այդ խոսակցությունը վտանգավոր էր դառնում, որ այնտեղ յուրաքանչյուր վայրկյան մի քայլ էր մասնագիտականից անձնականը բաժանող գծից այն կողմ։ Բայց նրա ոտքերը չէին շարժվում։ Հենրիխն էր, ով վերջապես խախտեց պահը, ձեռքով անցկացնելով մազերի միջով այդ ժեստով, որը Մարինեն արդեն սկսել էր ճանաչել որպես նշան, որ նա անհարմար էր կամ շփոթված։ Բարի գիշեր, Մարինե։ Լավ հանգստացեք։ Բարի գիշեր, պարոն Հենրիխ։ Նա վերադարձավ բունգալոն, ոտքերը դողացող, սիրտը խռովված։ Պառկեց մահճակալին, չկարողանալով քնել, մտքում անցկացնելով այդ գիշերվա յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր հայացքը, յուրաքանչյուր լռությունը։ Եվ առաջին անգամ թույլ տվեց իրեն ընդունել, միայն իրեն, սենյակի անվտանգ մթության մեջ, որ լիովին սիրահարված էր մի տղամարդու, ում չէր կարող ունենալ։ Մի տղամարդու, ով իր տանտերն էր, ով ապրում էր իրենից բոլորովին տարբեր աշխարհում, ով հավանաբար նրանում տեսնում էր պարզապես նվիրված աշխատակցուհի, ոչ ավելին։ Բայց Հենրիխը, պառկած իր սեփական սենյակում, մինչ Գաբրիելը հանգիստ քնած էր հարան սենյակում, նույնպես չէր կարողանում քնել։ Առաջին անգամ տարիներ շարունակ, կնոջ մահից հետո ավտովթարում, որը չափազանց խորը սպիներ էր թողել ամբողջությամբ բուժվելու համար, նա դատարկությունից բացի այլ բան էր զգում։ Զգում էր հետաքրքրություն, ձգողություն և, ավելի վախեցնող, զգում էր նորից սիրելու հնարավորությունը։ Եվ դա նրան սարսափեցնում էր։ Հաջորդ օրերը մոտեցման հետքաշման զգույշ պար էին։ Հենրիխն ավելի շատ ժամանակ էր անցկացնում Գաբրիելի հետ, հետաբար Մարինեի հետ։ Նախաճաշեր միասին, առավոտներ լողափում, որտեղ նա իրականում խաղում էր որդու հետ առաջին անգամ երկար ժամանակ հետո, ճաշեր, որտեղ խոսակցություններն ավելի բնական էին հոսում, կեսօրներ գյուղն ուսումնասիրելիս, որտեղ Հենրիխը պնդում էր, որ Մարինեն նրանց ուղեկցի որպես խմբի մաս, ոչ թե որպես կողքի պահված աշխատակցուհի։ Գաբրիելը ծաղկեց հոր ուշադրությունից։ Եվ Մարինեն դիտում էր, թե ինչպես է այդ հարաբերությունն ամրապնդվում անկեղծ ուրախության աճող մելանխոլիայի խառնուրդով։ Որովհետև նա գիտեր, որ դա ժամանակավոր էր։ Մի քանի օրից նրանք կվերադառնային երան, իրականություն, տանտիրոջ աշխատողի հստակ սահմանված դերերին։ Սանի մտերմության այդ պղպջակը կցրվեր, ինչպես մատների միջով հոսող ավազը։ Բայց Հենրիխն այլ պլաններ ուներ։
Պլաններ, որոնք նույնիսկ ինքը լիովին չէր հասկանում, առաջնորդվելով ավելի շատ բնազդով, քան տրամաբանությամբ։ Այն գիշեր, երբ կանխատեսվում էր, որ փոթորիկը կհարվածի ափին, նա խնդրեց Մարինեին իր հետ զբոսնել, երբ Գաբրիելը քնի։ Նա վարանեց, բայց նրա հայացքի մեջ ինչ-որ բան, մի հրատապություն, որը նա չգիտեր անվանել, ստիպեց նրան համաձայնվել։ Նրանք քայլում էին ամայի լողափով, երկինքը ծածկված ծանր ամպերով, որոնք թաքցնում էին աստղերը, քամին սովորականից ուժեղ, հայտարարելով մոտեցող փոթորիկը։ Հենրիխը քայլում էր ձեռքերը գրպաններում, ակնհայտորեն պայքարելով այն բառերի հետ, որոնք ուզում էր ասել։ Մարինեն լուռ էր մնում, սպասելով, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ վստահ էր, որ նա կարող էր լսել։ Վերջապես նա կանգնեց, շրջվելով նրան դեմ առ դեմ։ Եվ երբ խոսեց, նրա ձայնը կոպիտ էր, զրկված ցանկացած պաշտոնականությունից կամ պաշտպանությունից։ Մարինե, ես պետք է անկեղծ լինեմ քեզ հետ։ Եվ պետք է, որ դու էլ անկեղծ լինես ինձ հետ։ Այս վերջին օրերին ես հասկացա մի բան, որը պետք է շատ վաղուց հասկանայի։ Դու պարզապես Գաբրիելի դայակը չես։ Դու ամենաանկեղծ մարդն ես, ում ես հանդիպել եմ տարիներ շարունակ։ Եվ ես այլս չեմ կարող ծածնել, որ չեմ տեսնում դա։ Որ քեզ չեմ տեսնում։ Մարինեն զգաց, թե ինչպես է օդը պակասում իր թոքերում։ Չէր կարող լսել դա։ Դա երազ էր, իր հոգնած մտքի դաժան ֆանտազիա։ Պարոն Հենրիխ, ես չեմ հասկանում։ Նա մի քայլ առաջ արեց, հիմա նրանց միջ հեռավորությունը նվազագույն էր, վտանգավոր, լի լարվածությամբ, որը օդը էլեկտրական էր թվում։ Հասկանում ես։ Ես տեսնում եմ, թե ինչպես ես ինձ նայում։ Թե ինչպես ես անհարմար զգում, երբ ես մոտ եմ։ Եվ ես նույն կերպ եմ զգում, Մարինե։ Եվ դա ինձ խենթացնում է, որովհետև ես չգիտեմ, թե ինչ անել դրա հետ։ Արցունքները, որոնք Մարինեն օրեր շարունակ զսպում էր, վերջապես թափվեցին, լուռ հոսելով այտերով, մինչ նա թափահարում էր գլուխը, մի քայլ հետ անելով։ Դու չես կարող դա անել։ Դու չես կարող այդպիսի բաներ ասել ինձ։ Ես քո աշխատակցուհին եմ։ Դու իմ տանտերն ես։ Ես ապրում եմ քո տանը։ Հոգ եմ տանում քո որդու մասին։ Դա ճիշտ չէ։ Իսկ եթե ինձ չհետաքրքրի, թե ինչն է ճիշտ։ Եթե ինձ միայն այն հետաքրքրի, թե ինչն է ճշմարիտ։ Մարինեի պատասխանը խեղդված էր հուզմունքից, բոլոր վախերից, անվստահությունից, որոնք նա միշտ կրել էր։ Բայց ինձ հետաքրքրում է։ Որովհետև ես գիտեմ, թե ինչպես է ավարտվում այս պատմությունը, պարոն Հենրիխ։ Այն ավարտվում է նրանով, որ ինձ աշխատանքից կազատեն, կնվաստացնեն։ Այն ավարտվում է նրանով, որ բոլորը կմտածեն, թե ես օգտվեցի, որ ես գայթակղեցի իմ հարուստ տանտիրոջը, որովհետև փող կամ կարգավիճակ էի ուզում։ Այն ավարտվում է իմ սրտի ջարդվելով, որովհետև ես իսկապես սիրահարվեցի ձեզ, բայց դուք կհասկանաք, որ դա պարզապես պահի շփոթություն էր, անցողիկ ձգողություն, կշարունակեք առաջ, մինչ ես մենակ կմնամ, փորձելով հավաքել կտորները։ Խոստովանությունը կախված մնաց նրանց միջ, չափազանց կոպիտ անկեղծ, չքանդվելու համար։ Հենրիխը քարացած մնաց, մարսելով այն, ինչ նոր էր լսել։ Նա ընդունել էր, որ սիրահարված էր իրեն։ Ոչ թե կիսատ խոսքերով կամ առաջարկություններով, այլ հնարավորինս հստակ։ Եվ ճնշում կամ անհանգստություն զգալու փոխարեն, նա թեթացում զգաց։ Որովհետև դա նշանակում էր, որ նա մենակ չէր այդ շփոթված ուժեղ զգացողության մեջ։ Մարինեն փորձեց հեռանալ, բայց Հենրիխը բռնեց նրա ձեռքից, մեղմ, բայց ամուր։ Նայիր ինձ։ Խնդրում եմ։ Նա հնազանդվեց, արցունքներից ուռած աչքերը հանդիպեցին նրա աչքերին։ Եվ այն, ինչ տեսավ այնտեղ, ստիպեց նրան տատանվել։ Ցանկություն կար, այո։ Բայց կար նա քնքշություն, խոցելիություն, մի բան, որը վտանգավոր կերպով հույսի էր նման։ Դու կարծում ես, որ դա պահի շփոթություն է։ Մարինե, շաբաթներ է, ինչ ես չեմ կարողանում նորմալ քնել։ Օրեր է, ինչ ես չեմ կարողանում աշխատել, առանց քեզ մտածելու։ Ես ավարտեցի 2 տարվա հարաբերություն, որովհետև հասկացա, որ ստի մեջ էի ապրում, ծածնելով, թե զգում եմ մի բան, որը չեմ զգում։ Եվ դրա պատճառը դու ես։ Դու ինձ նորից զգալ տվեցիր։ Ստիպեցիր ինձ նորից փորձել։ Եվ դա ինձ ավելի է վախեցնում, քան պատկերացնում ես, որովհետև վերջին անգամ, երբ նման բան զգացի, ես կորցրի ամեն ինչ։ Կորցրի իմ կնոջը։ Գրեթե կորցրի իմ որդուն դեպրեսիայի պատճառով։ Երդվեցի, որ այլս երբեք ոչ ոքի թույլ չեմ տա այդպես մոտենալ։
Եվ ապա դու հայտնվում ես անտեսանելի, լուռ ոչնչացնում ես իմ բոլոր պաշտպանությունները, առանց նույնիսկ փորձելու։ Մարինեն հեկեկած, նրա խոսքերը չափազանց խորն էին ներթափանցում, անտեսելու համար։ Բայց իսկ մյուս մարդիկ… Ինչ կմտածեն։ Ինչ կասեն։ Հենրիխը ժպտաց, տխուր, բայց վճռական ժպիտով։ Ես վերջին 5 տարին անցկացրել եմ չափազանց մտահոգված լինելով նրանով, թե ինչ են մտածում մարդիկ։ Ես կառուցեցի այս կատարյալ կյանքը, այս անթերի կերպարը, վերջում հայտնաբերեցի, որ ներսից դատարկ էի։ Գաբրիելը դժբախտ էր։ Ես դժբախտ էի։ Այդ տանը վերջին 2 տարիներին միակ երջանիկ մարդը դու էիր։ Որովհետև դու անկեղծ ես, Մարինե։ Դու չես ծածնում։ Դու չես խաղում։ Դու պարզապես կաս։ Եվ ես նախանձում եմ դրան։ Հիանում եմ դրանով։ Եվ սիրահարվեցի դրան։ Անձրի առաջին կաթիլները սկսեցին թափվել, մեծ ծանր, հայտարարելով փոթորիկը։ Բայց նրանցից ոչ ոք չշարժվեց։ Մարինեն նայում էր Հենրիխին, կարծես անհնար հրաշք էր տեսնում, չափազանց լավ, որ իրական լիներ։ Ես վախենում եմ, շշնջաց նա։ Ես էլ։ Բայց այս անգամ ես չեմ ուզում, որ վախը որոշի ինձ համար։ Նա դանդաղ բարձրացրեց ձեռքը, ժամանակ տալով նրան հեռանալու, եթե ցանկանար։ Բայց նա չհեռացավ։ Թույլ տվեց նրան դիպչել իր դեմքին, նրա մատները մաքրում էին արցունքները, խառնված անձրի կաթիլներին, որոնք սկսում էին ավելի ուժեղ թափվել։ Եվ երբ նա թեքվեց, շատ դանդաղ, նրան ընտրություն տալով հետ քաշվելու, Մարինեն արեց իր կյանքի ամենաքաջարի բանը։ Մնաց։ Եվ երբ նրա շրթունքները դիպչեցին նրա շրթունքներին, մեղմ զգույշ, շուրջ բոլորի աշխարհն անհետացավ։ Այլս տանտեր աշխատող չկար։ Այլս հարուստ աղքատ չկար։ Կային պարզապես 2 վախեցած սպիացած սրտեր, որոնք փորձում էին հավատալ, որ արժանի են երկրորդ հնարավորության։ Անձրի ինտենսիվությունն աճեց, վերջապես նրանք բաժանվեցին, շնչահեղձ, թաց, նյարդայնորեն ծիծաղելով անհեթեթ իրավիճակից։ Նրանք վազեցին դեպի բունգալոներ, նրա դռան մոտ Հենրիխը բռնեց նրա ձեռքը, նրան նորից մոտեցնելով մեկ արագ համբույրի համար, նախքան նրա շրթունքների դեմ շշնջալը։ Ես չեմ զղջա դրա համար։ Եվ թույլ չեմ տա, որ դու էլ զղջաս։ Մենք լուծում կգտնենք։ Մարինեն գլխով արեց, անխոս, մտավ բունգալոն, սիրտը տոնական վախը դեռ ներկա, բայց ավելի փոքր։ Նա փոխեց թաց հագուստը, պառկեց մահճակալին, վերջապես թույլ տվեց իրեն ժպտալ։ Իրական, հուսադրող ժպիտ, այն տեսակի, որը նա վաղուց չէր տվել։ Փոթորիկը տեց ամբողջ գիշեր, բուռն աղմկոտ։ Գաբրիելն արթնացավ ամպրոպից վախեցած, Հենրիխը գնաց Մարինեի սենյակ, խնդրելու, որ նա գա օգնելու տղային հանգստացնել։ Նրանք երեքով անցկացրեցին գիշերը հիմնական բունգալոյում, Մարինեն բռնած Գաբրիելին, մինչ նա վերջապես նորից քնեց, Հենրիխը նստած նրանց կողքին, դիտելով այդ տեսարանը կրծքավանդակում սեղմվածությամբ, որը կիսով չափ ցավ էր, կիսով չափ երջանկություն։ Որովհետև այդպես պետք է լիներ։ Դա այն ընտանիքն էր, որը նա պետք է կառուցեր։ Եվ նույնիսկ իմանալով, որ այնտեղ հասնելու ճանապարհը լի կլիներ խոչընդոտներով, դատողություններով, դժվարություններով, առաջին անգամ տարիներ շարունակ Հենրիխ Ալմեյդան զգաց, որ արժեր փորձել։ Փոթորիկից հետո առավոտը ծագեց պարզ լուսավոր, կարծես երկինքը ներողություն էր խնդրում նախորդ գիշերվա բռնության համար։ Մարինեն արթնացավ հիմնական բունգալոյի բազմոցին, նրա վրա թեթ ծածկոց էր, հարան սենյակում Գաբրիելի հանգիստ շնչառության ձայնը, Հենրիխը քնած մոտակա բազկաթոռին, գլուխը թեքված այնպես, որ հավանաբար պարանոցի ցավ կառաջացներ, երբ նա արթնանար։ Նա մի քանի րոպե կանգնած մնաց այնտեղ, պարզապես դիտելով այդ կենցաղային տեսարանը, որը մի քանի օր առաջ այդքան անհնար էր թվում։ Եվ զգաց, առաջին անգամ երկար ժամանակ հետո, որ նա հենց այնտեղ էր, որտեղ պետք է լիներ։ Բայց ցերեկվա լույսը միշտ պարզություն է բերում, դրա հետ գալիս են նա կասկածները։ Մինչ նա սուրճ էր պատրաստում բունգալոյի փոքրիկ խոհանոցում, փորձելով աղմուկ չբարձրացնել, որպեսզի Գաբրիելին չարթնացներ, Մարինեն զգում էր իրականության ծանրությունը, որն աստիճանաբար վերադառնում էր։ Ինչ էին արել։ Անձրի տակ այդ համբույրը, հուզմունքով լի այդ խոսքերը, ամեն ինչ այդքան ճիշտ էր թվում պահի ջերմության մեջ, բայց հիմա ինչ։ Ինչպես կվերադառնային Երան։ Ինչպես կվարվեին տան աշխատակիցների, Հենրիխի ընկերների, նրա ընտանիքի, այն ամբողջ աշխարհի հետ, որը անշուշտ կդատեր այդ անհնարին հարաբերությունները։ Հենրիխն արթնացավ սուրճի հոտից, աչքերը անմիջապես հանդիպեցին նրա աչքերին, կարծես նույնիսկ քնած լինելով հստակ գիտեր, թե որտեղ է նա։
Նա վեր կացավ, շփեց պարանոցը, մեղմորեն բողոքելով ցավից, քայլեց դեպի խոհանոց։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, իրար դիմաց, սեղանը նրանց միջ որպես ֆիզիկական արգելք, որը ներկայացնում էր բոլոր սոցիալական արգելքները, որոնք դեռ առջում ունեին։ «Բարի լույս», ասաց նա, ձայնը դեռ քնից խռպոտ։ «Բարի լույս»։ Լռությունը երկարեց, չասված բաներով ծանր։ Հենրիխն էր, ով վերջապես խախտեց այն, մոտենալով նրան ամուր բռնելով նրա ձեռքերը, ստիպելով նրան նայել իրեն։ «Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում քո գլխում, Մարինե։ Տեսնում եմ, թե ինչպես է վախը վերադառնում։ Եվ ես հասկանում եմ։ Բայց պետք է, որ դու ինձ վստահես։ Ես թույլ չեմ տա, որ ոչ ոք քեզ վնասի։ Թույլ չեմ տա, որ նրանք քեզ, որպես ամոթալի կամ սխալ բան վերաբերվեն։ Դու լավագույն բանն ես, որ պատահել է իմ կյանքում Գաբրիելի կյանքում երկար ժամանակ հետո։ Եվ ես կհոգամ, որ բոլորը իմանան դրա մասին։ Խոսքերը գեղեցիկ էին, բայց Մարինեն ճանաչում էր աշխարհը։ Ճանաչում էր կանանց, ովքեր կշնջային նրա թիկունքում, տղամարդկանց, ովքեր կնայեին այդ ցինիկ ժպիտով, ովքեր կարծում էին, թե հասկանում են իրավիճակը։ Ճանաչում էր այն վերնագրերը, որոնք կարող էին հայտնվել, եթե որևէ լրագրող հետաքրքրվեր միլիոնատեր գործարարի պատմությամբ, ով սիրահարվել էր դայակին։ Ճանաչում էր, թե որքան կփոխվեր, կբացահայտվեր, կդատվեր իր կյանքը։ Հենրիխ, ես չգիտեմ, թե արդյոք բավականաչափ ուժեղ եմ դրան դիմակայելու համար։ Նա նրան քաշեց ամուր գրկելու, Մարինեն իրեն թույլ տվեց հանգստանալ այդ լայն կրծքին, զգալով նրա սիրտը, որն ամուր բաբախում էր իր այտին։ Դու ամենաուժեղ մարդն ես, ում ես ճանաչում եմ, Մարինե։ Դու շատ երիտասարդ հեռացար տնից, ստանձնեցիր պարտականություններ, որոնք քոնը չէին, վերակառուցեցիր քո կյանքը զրոյից մի հսկայական քաղաքում, շահեցիր վիրավորված երեխայի վստահությունը, ում բոլորը անհնարին էին համարում, այնուամենայնիվ պահպանեցիր բարությունը, քնքշությունը, հույսը։ Եթե դա ուժ չէ, ապա ես չգիտեմ, թե ինչ է։ Մարինեն զգում էր, թե ինչպես են արցունքները նորից սպառնում թափվել, բայց այս անգամ դրանք այլ արցունքներ էին։ Ոչ թե վախից, այլ հույսին նման մի բանից։ Գուցե նա ճիշտ էր։ Գուցե նա ավելի ուժեղ էր, քան պատկերացնում էր։ Գուցե արժեր փորձել։ Գաբրիելը շուտով արթնացավ, գտնելով նրանց երկուսին դեռ գրկախառնված խոհանոցում։ 7 տարեկան տղայի համար այդ տեսարանը կարող էր շփոթեցնող կամ վախեցնող լինել, բայց Գաբրիելը պարզապես ժպտաց, այդ ճառագայթող ժպիտով, որը լուսավորում էր նրա ամբողջ դեմքը, վազեց գրկելու աշխարհում իր ամենասիրելի մեծահասակների երկու ոտքերը։ Դուք հիմա ժամադրվա՞ծ եք։ Ուղիղ հարցը, առանց շրջանցումների, երեխային բնորոշ Մարինեին Հենրիխին ստիպեց զարմացած հայացքներ փոխանակել։ Հենրիխը կռացավ, որդու բարձրությանը հասնելով, քնքշանքով բռնելով նրա ուսերից։ Գաբրիել, եթե դա պատահի, դու ուրախ կլինես։ Տղան նույնիսկ չվարանեց։ Շատ ուրախ։ Ես միշտ ուզել եմ, որ Մարինեն իմ իրական մայրը լինի։ Եվ հիմա նա կարող է լինել։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում այդ անմեղ անկեղծ հայտարարությունից։ Նա էլ կռացավ, Գաբրիելի բարձրությանը հասնելով, քնքշանքով բռնեց նրա փոքրիկ դեմքը։ Գաբրիել, ես միշտ կսիրեմ քեզ, կարծես դու իմ որդին լինեիր։ Միշտ։ Դա չի փոխվի։ Բայց ես պետք է, որ դու հասկանաս, որ այս ամենը շատ նոր է, ամեն ինչ պետք է դանդաղ տեղի ունենա։ Կարող է։ Գաբրիելը գլխով արեց չափազանց լրջությամբ, բայց ժպիտը չէր հեռանում դեմքից։ Եվ այդ պահին, դիտելով, թե ինչպես է տղան նրան այդքան ամուր գրկում, կարծես վախենում էր, որ նա կանհետանա, Մարինեն գիտեր, որ հետդարձ չկա։ Նա ամեն ինչ կաներ այդ երեխայի համար։ Եվ այդ տղամարդու համար, ով նրան նայում էր, կարծես նա աշխարհի ամենաթանկ բանն լիներ։ Սանում անցկացրած վերջին օրերը տարբեր էին։ Դեռ զգուշություն կար, դեռ անվտանգության պահեր կային, բայց նա թեթություն կար։ Հենրիխը բռնում էր Մարինեի ձեռքը, երբ նրանք զբոսնում էին գյուղում, նույնիսկ իմանալով, որ կարող էին ճանաչվել։ Նրանք միասին ընթրում էին ամեն գիշեր, խոսելով ամեն ինչի մասին, իրար իսկապես ճանաչելով, ոչ թե մակերեսորեն։ Եվ Գաբրիելը ծաղկում էր, տեսնելով այդ նոր դինամիկան, այդ աճող սերը, որը լցնում էր դատարկ տարածությունները, որոնք նա նույնիսկ չգիտեր, որ գոյություն ունեին իր ներսում։ Երան վերադառնալն անխուսափելի էր, դրա հետ եկան բոլոր սպասվող բարդությունները։ Հենրիխն ուղիղ էր, խոսեց տիկին Ցելիայի մյուս աշխատակիցների հետ, հստակ հաստատակամ բացատրելով իրավիճակը։
Զարմանք կար, իհարկե, բայց նա հարգանք, որովհետև բոլորն այնտեղ ճանաչում էին Մարինեին, գիտեին նրա նվիրվածությունը, Գաբրիելի հանդեպ ունեցած անկեղծ սերը։ Եվ Հենրիխը պարզ դարձրեց, որ նրա նկատմամբ ցանկացած անհարգալից վերաբերմունք կդիտվի որպես անհարգալից վերաբերմունք իր նկատմամբ։ Վերոնիկան, ինչպես սպասվում էր, նրբանկատորեն չընդունեց բաժանումը։ Փորձեց խնդիրներ ստեղծել, բամբասանքներ տարածեց իր շփման շրջանակներում, ակնարկեց, որ Մարինեն շահամոլ էր, ով գայթակղել էր Հենրիխին երկրորդական մտադրություններով։ Բայց Հենրիխը, առաջին անգամ տարիներ շարունակ, չանհանգստացավ ուրիշների կարծիքից։ Թույլ տվեց իր օգնականներին զբաղվել բամբասանքներով, իր անձնական կյանքը պահեց գաղտնի կենտրոնացավ այն բանի վրա, ինչն իսկապես կարևոր էր, իր ընտանիքը, թեկուզ դեռ ձևավորման փուլում։ Մարինեն շարունակեց ապրել առանց Նատանը, բայց այժմ երրորդ հարկի հյուրասենյակներից մեկում, պահպանելով սեփականության տեսքը, մինչ հարաբերությունները զարգանում էին։ Հենրիխը հարգում էր նրա ռիթմը, չէր ճնշում, չէր պահանջում։ Նրան տանում էր տանից դուրս ընթրիքների, աստիճանաբար ներկայացնում էր իր քիչ, բայց իրական ընկերներին, նրան վերաբերվում էր որպես ընկերուհու, զուգընկերուհու, ոչ թե որպես կեղտոտ գաղտնիքի։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, Մարինեն սկսեց հավատալ, որ դա իրական էր։ Որ նա արժանի էր։ Որ դա անհեթեթ հեքիաթ չէր, այլ երկու անկատար մարդիկ, ովքեր փորձում էին իրական բան կառուցել կյանքի քաոսի մեջ։ 3 ամիս անց, հունիսի մի անձրոտ շաբաթ օրը, Հենրիխը պլաններ ուներ։ Պլաններ, որոնք նա շաբաթներ շարունակ մշակում էր Գաբրիելի գաղտնի ոգորված օգնությամբ։ Մարինեն ոչինչ չգիտեր, պարզապես ընդունեց առանձնատանը ընթրիքի հրավերը, տարօրինակ համարելով, որ նա այդքան էր պնդում, որ նա ավելի գեղեցիկ զգեստ հագնի։ Երբ նա իջավ ճաշասենյակ, տեսավ մի տեսարան, որը շունչը կտրեց։ Սեղանն անթերի էր դրված, մոմերով, ծաղիկներով, այդ ուշադրությունը մանրամասներին, որը խոսում էր ինչ-որ առանձնահատուկ բանի մասին։ Գաբրիելն այնտեղ էր, հագնված սոցիալական հագուստով, բռնած մի փոքրիկ տուփ, չափազանց լրջությամբ, ով կարևոր դեր ուներ այդ գիշեր։ Եվ Հենրիխը, կոստյումով, ավելի նյարդային, քան նա երբևէ տեսել էր, սպասում էր սեղանի կողքին։ Ինչ է կատարվում։ Հենրիխը ժպտաց, մեկնելով նրա ձեռքը։ Արի այստեղ։ Խնդրում եմ։ Մարինեն մոտեցավ, սիրտը արագ բաբախելով, չհասկանալով, բայց զգալով, որ ինչ-որ մեծ բան պատրաստվում էր պատահել։ Հենրիխը բռնեց նրա ձեռքից, նրան մոտեցնելով, երբ խոսեց, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Մարինե, վերջին ամիսներին դու ինձ սովորեցրիր նորից ապրել։ Ինձ սովորեցրիր նորից զգալ։ Ինձ սովորեցրիր, որ սիրելը կորցնել չէ, այլ շահել։ Եվ ես չեմ ուզում մեկ օր անցկացնել, առանց համոզված լինելու, որ դու կլինես իմ կողքին։ Այսպիսով, ես Գաբրիելը մի հարց ունենք քեզ տալու։ Նա նշան արեց Գաբրիելին, ով մոտեցավ այդ փոքրիկ տուփով, բացելով այն, բացահայտելու նուրբ մատանին, փոքր, բայց կատարյալ ադամանդով, զուսպ, հենց Մարինեի նման։ Հենց Գաբրիելն էր, ով հարցը տվեց, այդ մանկական, բայց անկեղծության խորը ձայնով։ Մարինե, դու կհամաձայնվես ամուսնանալ իմ հոր հետ և իմ իրական մայրը լինել։ Արցունքները, որոնք Մարինեն զսպում էր, պարզապես թափվեցին։ Նա նայեց Գաբրիելին, այդ տղային, ով շահել էր իր սիրտը նախքան որևէ այլ բան, ապա Հենրիխին, այդ տղամարդուն, ով ստիպել էր նրան հավատալ երջանիկ ավարտներին։ Եվ երբ նա պատասխանեց, դա խեղդված, բայց ամուր ձայնով էր։ Այո։ 1000 անգամ այո։ Գաբրիելը ուրախությունից բղավեց, ցատկելով Մարինեին արցունքների միջից ծիծաղել տալով։ Հենրիխը մատանին սահեց նրա մատին, իսկ հետո նրան քաշեց համբույրի, որը խոսում էր խոստումների, ապագայի, այն ամբողջ սիրո մասին, որը նա պատրաստ էր տալ։ Եվ այնտեղ, այդ ճաշասենյակում, որտեղ նա 2 տարի շարունակ լուռ կերակուրներ էր մատուցել որպես անտեսանելի ստվեր, Մարինեն վերջապես իրեն տեսանելի, սիրված, ամբողջական զգաց։ Հարսանիքը զուսպ էր, միայն մտերիմ ընտանիքի անդամներ, մտերիմ ընկերներ, պարզ, բայց խորապես հուզիչ արարողությամբ։ Մարինեն հագել էր պարզ սպիտակ զգեստ, առանց չափազանցությունների, բայց երբ նա մտավ փոքրիկ մատուռ, հարսանեկան քայլերքի ձայնի ներքո Գաբրիելի հետ իր կողքին, օղակները տանելիս, այդ պահին ավելի գեղեցիկ կին չկար։ Որովհետև նա փայլում էր ներսից դուրս, այդ անկեղծ երջանկությամբ, ով վերջապես գտել էր իր տեղը։ Սիրում, որ ցավում է։ Բայց միգուցե քո սերը բավարար չէ։ Միգուցե ես իսկապես վնասում եմ քեզ, քեզ թակարդում անհնարին իրավիճակում։ Դու ինձ թակարդում չես պահում։ Դու ինձ ազատում ես։ Բայց Մարիամն արդեն դռան մոտ էր, ձեռքը կողպեքի վրա։ Պետք է գնամ։
Պետք է մտածեմ այս ամենի մասին։ Այն մասին, թե արդյոք իսկապես իրավունք ունեմ մնալու։ Դու ամբողջ իրավունքն ունես։ Միակ իրավունքը, որը կարող է, ես ընտրում եմ քեզ։ Ամեն օր, ես ընտրում եմ քեզ։ Բայց նա չէր լսում։ Կամ լսում էր, բայց Ջուլիայի խոսքերը կասկածի սերմ էին տնկել, որը արագ թունավոր աճում էր։ Կներես։ Կներես ամեն ինչի համար։ Եվ դուրս եկավ, դուռը մեղմորեն փակելով իր հետից։ Ռաֆայելը փորձեց հետել նրան, բայց շտապելիս, անվասայլակը շրջվեց, նա ընկավ։ Մնաց այնտեղ, սենյակի սառը հատակին, հիասթափության հուսահատության արցունքները հոսում էին դեմքով։ Նա վերջապես գտել էր մի բան, որի համար արժեր պայքարել, մեկին, ով նրան ստիպում էր ցանկանալ ավելի լավը լինել, կորցնում էր դա, նույնիսկ նրա հետից չկարողանալով վազել։ Մարիամը իր քիչ ունեցվածքը կարգի էր բերում մեխանիկական շարժումներով։ Տիկին Կարինեն փորձեց համոզել նրան մնալ, բայց Մարիամը վճռական էր։ Նա չէր կարող ավելի շատ խնդիրներ ստեղծել։ Նա չէր կարող լինել Ռաֆայելի կյանքում ավելի շատ կոնֆլիկտի պատճառը։ Նա արդեն բավականաչափ տառապել էր։ Երբ արը ծագեց երանի վրա, Մարիամն արդեն հեռու էր, սիրտը կոտրված, բայց խիղճը հանգիստ, որ արել էր այն, ինչ ճիշտ էր համարում։ Հաջորդ օրերը Ռաֆայելի կյանքի ամենամութն էին դժբախտ պատահարից ի վեր։ Նա հրաժարվում էր ուտել, խոսել, ֆիզիոթերապիա անել։ Ջուլիան բազմիցս փորձեց խոսել նրա հետ, բայց նա ամբողջովին անտեսում էր նրան։ Նրանց միջ հիմա մի արգելք կար, որը ոչ մի ներողություն չէր կարող անցնել։ Հենց տիկին Կարինեն էր, ով վերջապես նրան դուրս բերեց քնկոտությունից։ Վեր կաց, տղա։ Վեր կաց հենց հիմա։ Նա ներս մտավ սենյակ ինչպես մրիկ, բացելով վարագույրները, հավաքելով չկերած ուտելիքի ափսեները։ Ինձ հանգիստ թող, Կարինե։ Չեմ թողնի։ Ոչ այն բանից հետո, երբ տեսա, որ դու վերջապես նորից ես սկսել ապրել, որպեսզի հիմա նորից հանձնվես։ Նա գնաց։ Այլս շարունակելու պատճառ չկա։ Տիկին Կարինեն կանգնեց նրա դիմաց, ձեռքերը գոտկատեղին։ Գիտես, թե ինչն է քո խնդիրը։ Դու կարծում ես, որ Մարիամն էր պատճառը։ Բայց նա երբեք չի եղել։ Նա կատալիզատոր էր, այո, բայց ուժը միշտ քո մեջ էր։ Նա պարզապես օգնեց քեզ հիշել դա։ Կարոր չէ։ Առանց նրա, իմաստ չկա։ Ուրեմն գնա գտիր նրան։ Չեմ կարող։ Նույնիսկ նորմալ քայլել չեմ կարողանում։ Ինչպես գտնել նրան։ Ուրեմն սովորիր։ Մարիամը չգնաց, որովհետև դադարեց սիրել քեզ։ Նա գնաց, որովհետև այնքան էր սիրում, որ կարծեց, թե դա քեզ համար ավելի լավ էր։ Ապացուցիր, որ նա սխալվում էր։ Ցույց տուր նրան, որ դու կարող ես լինել այն տղամարդը, որին նա արժանի է։ Կարինեի խոսքերում մի բան բոցավառեց Ռաֆայելի ներսում։ Նա ճիշտ էր։ Այնտեղ մնալը ափսոսալը հենց այն ամենի հակառակն էր, ինչ Մարիամը փորձել էր սովորեցնել։ Նա պայքարել էր իր կյանքի ամեն օրը, բոլոր դժվարությունների դեմ։ Եվ նա չէր կարող ավելի քիչ անել։ Հենց այդ օրը Ռաֆայելը զանգահարեց Բրունոյին եռապատկեց ֆիզիոթերապիայի դասընթացների հաճախականությունը։ Սկսեց վարժություններ անել, որոնք նախկինում անհնար էր համարում, մարմինը հրեց բժիշկների սահմանած սահմաններից այն կողմ։ Անթիվ անգամ ընկավ։ Վնասվեց։ Բայց միշտ նորից էր բարձրանում։ Շաբաթները վերածվեցին ամիսների։ Ձմեռն անցավ, նոր գարուն եկավ։ Ռաֆայելն այնպիսի առաջընթաց գրանցեց, որը զարմացրեց նույնիսկ ամենաթերահավատ բժիշկներին։ Ականջակալների օրթոպեդիկ սարքերի օգնությամբ նա սկսեց անել առաջին քայլերը։ Դրանք ցավոտ էին, անկայուն, բայց քայլեր էին։ Եվ յուրաքանչյուր քայլի հետ մտածում էր Մարիամի մասին։ Նրա ժպիտի, նրա ուժի մասին, թե ինչպես նա երբեք չէր հանձնվել իրենից, նույնիսկ երբ ինքը հանձնվել էր իրենից։ Ջուլիան դիտում էր եղբոր փոխակերպումը հակասական զգացմունքներով։ Նրա մի մասն իսկապես երջանիկ էր, տեսնելով, որ նա նորից պայքարում է։ Բայց մյուս մասը, այն մասը, որը սովորել էր ամեն ինչ վերահսկել, զգում էր, որ կորցնում է իր իշխանությունը։ Սեպտեմբերի մի կեսօր էր, գրեթե 1 տարի Մարիամի հեռանալուց հետո, որ Ռաֆայելը վերջապես պատրաստ էր։ Ես կգնամ նրա հետից։ Ջուլիան վեր նայեց իր վերանայվող թղթերից։ Նա կարող էր առաջ շարժվել։ Կարող էր ուրիշ մեկին ունենալ։ Կարող է։
բայց ես պետք է իմանամ։ Ես պետք է գոնե հնարավորություն ունենամ ասելու, որ ներողություն եմ խնդրում, որ հասկանում եմ, թե ինչու նա գնաց, բայց որ ուզում եմ, որ նա վերադառնա։ Ոչ թե խղճահարությունից, ոչ թե պարտականությունից, այլ որովհետև սիրում եմ նրան։ Իսկ եթե նա ասի ոչ, ուրեմն գոնե կիմանամ, որ փորձել եմ։ Ջուլիան երկար ժամանակ ուսումնասիրեց եղբորը։ Նա տարբեր էր։ Ավելի նիհար, ավելի ուժեղ, աչքերում մի վճռականություն, որը նա տարիներով չէր տեսել։ Դու իսկապես սիրում ես նրան։ Դա հարց չէր։ Ավելի շատ, քան կարծում էի, որ հնարավոր է մեկին սիրել։ Ջուլիան հոգոց հանեց, առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նրա դեմքը մեղմացավ։ Կներես։ Այդ գիշերվա համար, այն ամենի համար, ինչ ասացի։ Ես վախենում էի քեզ կորցնելուց, բայց մինույն է, քեզ հեռու մղեցի։ Ես գիտեմ։ Եվ հասկանում եմ։ Բայց հիմա պետք է թույլ տաս ինձ իմ սեփական ընտրությունները կատարել։ Նույնիսկ եթե դրանք սխալ են։ Նա գլխով արեց։ Տիկին Կարինեն կարողացավ պարզել, թե որտեղ է նա։ Մի սրճարան Էրեբունիում։ Այնտեղ է աշխատում այն օրվանից, երբ հեռացավ այստեղից։ Շնորհակալություն, Ջուլիա։ Գնա գտիր նրան։ Եվ երբ նրան հետ բերես, ես նրանից էլ ներողություն կխնդրեմ։ Սրճարանը փոքր էր, հարմարավետ, գտնվում էր Էրեբունիի բանուկ փողոցում։ Ռաֆայելը եկավ չորեքշաբթի կեսօրին, հենված իր ականջակալներին, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ կարծում էր, թե կպայթի։ Եվ այնուհետ նա տեսավ նրան։ Մարիամը կանգնած էր վաճառասեղանի հետում, հաճախորդին սուրճ մատուցելով, մազերը թափթփված հանգույցով հավաքված, սպիտակ գոգնոցը հակադրվում էր կապույտ վերնաշապիկին։ Նա ժպտում էր, բայց դա այլ ժպիտ էր, քան Ռաֆայելը հիշում էր։ Ավելի զուսպ, ավելի հոգնած։ Կարծես ինչ-որ էական բան ջնջված լիներ։ Երբ նա վեր նայեց, տեսավ նրան, նրա բռնած բաժակը սահեց ձեռքերից, ընկնելով հատակին 1000 կտորի բաժանվելով։ Ռաֆայել։ Նա նրա անունն ասաց որպես աղոթք, որպես խնդրանք, որպես ներողություն։ Նա մոտեցավ նրան, յուրաքանչյուր քայլը ջանք էր, բայց արժեր միայն տեսնել նրա դեմքի արտահայտությունը, ցնցումից վերածվելով մի բանի, որը վտանգավորորեն հույս էր հիշեցնում։ Դու քայլում ես։ Օգնությամբ, բայց այո։ Ես քայլում եմ։ Ինչպե՞ս։ Որովհետև դու ինձ սովորեցրիր, որ հանձնվելը տարբերակ չէ։ Որովհետև պետք էր դառնալ այն մարդը, ով արժանի էր քեզ։ Ռաֆայել, ես չգնացի, որովհետև դու բավարար չէիր։ Ես գնացի, որովհետև այնքան էի սիրում, որ կարծեցի, թե դա քեզ համար ավելի լավ էր։ Ես գիտեմ։ Եվ եկել եմ ասելու քեզ, որ դու սխալվում էիր։ Մի սիրիր ինձ, որովհետև ինձ կարիք ունես։ Սիրիր ինձ, որովհետև ճանաչում ես ինձ։ Ինչպես ես եմ ճանաչում պատմությունը։